Նիստը հայտարարում է բացված, հակակոռուպցիոն դատարանը նախագահության Դրմյանի քարտուղարությամբ Մաթևոսյանի 2026 թվականի օգոստոսի 10-ին դրամված նախնական դատական նիստում շարունակում է թիվ ՀԿԴ 0650224 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի քննությունը, նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել, ովքեր ներկայացել։ Պատկերի դատարան նախնական դատական նիստին ներկայացել են Հայցվոտ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեջոյանը, պատասխանատու Արմեն Սաքապետոյանը, պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Ալեքս Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիանա Մկրտչյանի, Հայկ Սաքապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասոդյանը չեն ներկայացել պատշաճ ստանձնված իրողտանց։ Միևնույն ժամանակ դատական նիստին ներկայացել է իրավաբաններ Գերության ներկայացուցիչ Տիգրան Ղուկասյանը, միջնորդում է տեսանկարահանել սույն դատական նիստը։ Լավ, շնորհակալություն։ Նախ քննարկվում է պարոն Ղուկասյանի կողմից ներկայացված միջնորդությունը, անվանակարգը ստուգվեց վերադարձվում է, բայց որ տալիս է իր համաձայնությունը, պարոն Հարությունյան, պարոն Ղուկասյան միջնորդության ամբողջությամբ կարող եք տեսանկարահանել դատական նիստը, քննարկենք նախ նիստ այս կազմում շարունակելու հարցը, բայց որովհետև որոշում երրորդ անձանց բացառությամբ շարունակելու նիստը շարունակվում է պատշաճ ստանձնված չներկայացած գործի մասնակցող ուսանձած բացակայությամբ։ Նախ դատարանը պարզաբանում, որ ապացույցներ ապահովելու վերաբերյալ միջնորդություններ քննարկվել նախորդ դատական նիստով, դատարանը առանցին դատական ակտ ձևավորում կայացվել է, բայց տեղյակ եմ, որ չի տրամադրվել դեռևս հասանելի չէ որոշումը, միջնորդությունը մերժվել է, դա տեղեկացնում եմ, դատական ակտը կտրամադրվի լրացուցիչ։ Ինչ վերաբերում է հայցի պարզման ուղղված հարցերին, շարունակվելու են այս նիստով պարոն Ասատրյանը, պարոն Սաքապետյանը, կխնդրեմ արձագանքի։ Այս պարզումը շարունակել են պարոն Ասատրյանը։ Շատ լավ, այդ դեպքում լսում եմ ձեր հարցերը։ Ամեն հարցերի մեծ մասերի աշխատանքի հետ կապված։ Որից սկսենք, պարոն Հարությունյան։ Ես Excel-ը սկսեմ ուսումնասիրել, որից ենք սկսում։ Ինչ է պարոներով պետք է ճշտեր ներկայացնել 300 միլիոնի հետ կապված, մոտ 300 միլիոնի հետ փոխարական հարաբերությունների հետ կապված։ Հարցը կհիշեցնեք։ Էդուարդ Միտիկյանից փոխանցման համակարգի եղանակով ստացած փոխառությունը ինչու է դիտարկվել ապօրինի եկամուտ այն պայմաններում, երբ պայմանագիր առկա է եղել, նպատակաշրջան նշված է եղել եւ փոխանցման միջոցով տեղի ունեցել պարոներանը ասել, որ արժանիստը ներկայացնում այդ պայմանները, որ նախորդ միջոցության մեջ դա օրինակ մինչև փոփոխությունը այցի խմբավորությամբ Մեջան պատասխան հանգույցանից նշեցի որոշակի հանգամանքներ կան, որոնց պատճառով ներկայացված փոխհատուցման պայմանագրերը արժանահավատ չեն դիտարկվել, փոխհատուցման պայմանագրեր կան, որոնք 2016 թվականին ընդգրկվել, բայց հայտարարված չեն, պայմանագրեր կան, որոնք փոխհատուցումները կանխիկ եղանակով են իրականացվել, ըստ ներկայացված պայմանագրերի, բայց պետք է անկախիկ իրականացվի հաշվառելով, որ 22 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել անկախիկ գործողությունների մասին օրենքը։ Այս համատեքստում հարգելի դատարան ներկայացված փոխհատուցման պայմանագրերը իրավասումանի համար արժանահավատ չեն գնահատվել։ Բայց սա անկախիկ եղանակով է եղել։ Անկախիկ եղանակով է իրականացվել, նշվել է համաձայն փոխհատուցման պայմանագրի, բայց հաշվառելով մեզ ընդհանուր իրավասումանի դիրքորոշումը, մենք գտնում ենք, որ ներկայացված պայմանագիրը արժանահավատ չէ, փաստը չենք ընդունում, համապատասխան փուլում կարող են եւ այսօր կողմը ներկայացնել եւ պատասխանատու կողմը կարող են իրենց ապացույցները ներկայացնել, որը համապատասխան իրավական գնահատականի կառաջանա։ Մեր համար կարևոր է թե արդյոք մեր պարոն Մեջոյանը երկան միջոցներ նման չափի փոխարոն միջոցներ տրամադրելու համար ինչ հանգամանքներում է ընկվել այդ պայմանագրերը, ինչ նպատակով են միջոցներ տրամադրել։ Այսինքն մեր համար այդ հանգամանքներն են կարևոր։ Պարոն Մեջոյանի ունեցած միջոցները արդյոք բավական են եղել այս փաստը գնահատելու համար, որը որ մենք համապատասխան փուլում կարող ենք։
փոխառության նպատակը ինչ պիտի լինի, որը բարձ չէր պարզել, ասեք, բարձ չէ ինչ նպատակով է տրամադրվել գումարը։ Կամ պայմանագիր, որը դուք ստուգել եք, ասում եք արժանահավատ չէ որոշակի հանգամանքներով պայմանավորված, որում չնշեցիք այդ որոշակի հանգամանքները որոնք են, կա պայմանագիր, տեսնում եք անկանխիկ գործարք ու նշված է նպատակը։ Հիմա ասում եք փոխառության գումարի տրամադրման նպատակը բարձ չի, պլյուս ասում եք պարոն Մելիքյան արդյոք այդքան գումար օրինական եկամուտների մնացորդ ուներ փոխառության տրամադրման փոխառության պայմանագրի տրամադրման նպատակը բարձ չի, այս համար ընդհանրապես բարձ չի, ինչ իրավական հիմքով են այս դրամական միջոցները փոխանցվել։ Փոխանցվել է $300 միլիոն եւ գտնում եք, որ դրան ներողություն եւ գտնում եք, որ կողմը պիտի համապատասխան ապացույցներ ներկայացնի, թե ինչ հանգամանքներում այդ փոխարեն միջոցները տրամադրվել, ինչի համար եւ արդյոք ուներ պարոն Մելիքյան նման միջոցներ այդ չափի դրամական միջոցներ, որպես փոխարեն միջոց տրամադրելու համար այս հանգամանքների համակցության մեջ իրավասու մարմինը կարող է ներկայացված պայմանագիրը արժանահավատ համարել։ Պայմանագիրը դες տրամադրվել է։ Թե ոչ պայմանագիրը դիրքորոշմանկից տրամադրվել։ Արժանահավատ ինչու չեք համարել, որտեղ ես պատճառը չհասկացա։ Հանգամանքները հաշվի առնելով հարգելի դատարան։ Այսինքն մեր համար բավարար չի ներկայացված պայմանագիրը։ Պիտի ինչպես նշեցի, ապացուցի, որ նման միջոցներ ունեցել է պարոն Մելիքյան, այսինքն դրանք իստորն է պարոն Սակապետյանի միջոցները չեն եղել, օրինակ պետք է հիմնավորել, թե ինչ պատճառով այդ փոխարեն միջոցները տրամադրվել։ Այս ամենը եւ ներկայացված պայմանագիրը բանկային գործարքների փոխանցումը համակցության մեջ ունեն կարող են իրավասու մարմնի համար արժանավատ իրավասու մարմինը կարող են այս դեպքում արժանավատ գնահատել ներկայացված փոխանցության պայմանագիրը, իսկ այդ հանգամանքները մեր համար դեռևս բարձ չեն, պատասխանատվողները այս մասով որոշում չի ներկայացնում։ Իսկ իրավասու մարմինը ուսումնասիրության նպատակներից ելնելով եւ օրենքի կարգավորումներից ելնելով իրավասու էր ստուգել պարոն Մելիքյանը համապատասխան օրինական եկամուտի մնացորդ գումար ուներ, թե ոչ փոխառություն տրամադրելու համար։ Իրավասու էր պարզել։ Այս գլուխները գտնում ենք, որ իրավասու է, ու այդ ուղղությամբ համապատասխան միջոցները ձեռնարկվում են հարգելի դատարան, անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան գլուխում ապացույցներ ներկայացնելու, ապացույց պահանջելու միջնորդություն կամ բանկային արտադրություններ ստանալու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու։ Բայց անձի գույքային դրությունը չի ուսումնասիրվել։ Մինչև հայցի հարուցումը։ Մինչև հայցի հարուցումը ոչ հարգելի Աներն որ ասում եք համապատասխան փուլում խոսին անգամ համապատասխան եզրույթ եք իրարացի, քանչում եմ այդ բազաբան է։ Մենք հիմք գտնում ենք հարց ու պատասխանի փուլում, այս փուլի շրջանակներում, եթե չպիտակ բազաբանումներ, դուք օրինակ իրավասու մարմնի դիրքորոշումը որն է, ոչխի կայացման, դատաքննության փուլում պետք է բազաբանեք ձեր գործողությունների հիմքում դրված փաստարկները, թե երբ, մենք երբ պետք է պարզնի այս կամ այն գործողության որակման հիմքը տրամաբանությունը նպատակը որն է եւ այդ փուլերը երբ են մեր համար կբացահայտեք այդ գործընթացը։ Ես ես բավականին թե ոչ ունեն ապացույցներ ներկայացնում։ Մենք գտնում ենք հարց ու պատասխան կողմը իր վկայակոչած փաստիկում դրված հանգամանքները ապացուցի։ Ես ասում եմ այդ ապացույցները ձեր բարձաբանումը համապատասխան եզրույթի կիրառումը մեր համար ընկալելի չի, սա պատճառաբան է ինչի։ Մեր դիտարկումը այդ հիմի հարց ու պատասխանի փուլում, երբ որ ձեզ հարց են տալի, ասում են ինչի եք այսպես որակել, պետք է պատասխանեք, ոչ թե ասեք համապատասխան փուլում այս կանենք, համապատասխան փուլում համապատասխան միջոցներ կձեռնարկենք։ Մենք որ համապատասխան փուլում իմանանք մեր այդ համապատասխան ինչ միջոցներ է ձեռնարկում, ինչ գործողություններ է իրականացվում, կամ այս վարույթի նկատմամբ ինչ գործընթացներ է իրականացվում։ Այս մեկ, երկրորդ։ Հիմա ձեր ընդմամբ ասում եք, որ այդ ձեր համար բավարար չի զուտ պայմանագիրը, պետք է նշվի, որ նման միջոցներ ունեցել է, պետք է Արմեն Սարգսակյանը հիմնավորի, որ այդ անձը ունեցել է նման միջոցներ։ Խնդրում եմ, դուք իրավասու մարմնի ներկայացուցիչ եք, ձեր այս ընդմամբ իրավական հիմքը մատնանշեք,
չեք, որովհետև չեք կարող այնց ուղղակի ձեր կամահայտնության, ձեր ցանկության կամ իրավասու մարմնի շորտենց մոտեցումներով օրենքը այս իրավահարաբերությունն է կանոնակարգում ձեր ընդման, որով այլի ընդդում եք հիշեցնեմ, ասում եք, որ բավարար չի զուտ պայմանագիրը, պետք է նշվի թե այդ միջոցները, նման միջոցներ կողմը ունեցել է թե չէ, եւ Արմեն Սարգսակյանը պետք է հիմնավորի, որ այդ անձը կողմը այդ միջոցները ունեցել է։ Այս ընդդումների իրավական հիմքը խնդրում եմ առնանշել։ Օրենք ընդ որում հստակ, օրինակ եթե որպես այսօր կողմ կարող ինչ-որ փաստ ընդունել, կարող ինչ-որ փաստ չընդունել։ Եվ մենք այս փաստը չենք ընդունում։ Դրա իրավական հիմքը քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված է, կարող ինչ-որ փաստ չընդունել։ Մենք ասում ենք, որ մենք այս փաստը չենք ընդունում։ Դրա իրավունքը ունենք, կարող նշվել այս պայմանագիրը ներկայացնել, դուք հարցնում եք, որ դեպքում այդ պայմանագիրը արժանահավատ կլինի։ Ես այդպես հարց չեմ ուզում, պարոն Սարգսակյանն է տվել, իմ հարցը ուրիշ է։ Ասում եմ, այս պնդման համար իրավական հիմք կա, պետք է իրավասու մարմնի ցանկությունն է, որը տենց որակ է։ Եթե ունեք իմ համար ընկալելի կրնես, որը որ իրավասու մարմնի պիտի։ Ես բաց չեմ վկայակոչում, ես հարց եմ տալի, ասում եմ, ես ձեր կողմից վկայակոչած փաստերը բաներ են, պայմանագիր ակնկալ է Էդուարդ Մելիքյանի հետ։ Կթողեք նա հարցը, դուք չեք էլ ընկալել իմ հարցը, ասում եմ, դուք նոր վկայակոչեցիք, որ պայմանագիրը ձեր համար բավարար չի, փոխանցումը ձեր համար բավարար չի, պետք է նշվի, թե այդ անձին այդ միջոցները որտեղից, այդ անձին օրինակ ես չեմ ճանաչում, չգիտեմ պարոն Սարգսակյանը օրինակ ինչ հարաբերություններ, եւ պետք է Արմեն Սարգսակյանը հիմնավորի, թե այդ անձին այդ միջոցները եղել են, թե չեն եղել, որպեսզի ձեր համար այդ բավարարը լինի։ Մեծ հաշվով մեզ էս փուլում չէ հետաքրքրում ձեզ այդ բավարար կլինի, թե չէ, մեզ էս փուլում հետաքրքրում է, ինչի դուք հիմա եզրահանգման եկեք, որ մենք վերջիվերջո կարողանանք առարկենք այդ ձեր գործողության դեմ։ Մեզ ձեր դիրքորոշումը ընդհանրապես չի հետաքրքրում։ Այս փուլում մենք հետաքրքրում է դրա բովանդակությունը, տրամաբանությունը, որ հակափաստարկներ դատանին ներկայացնենք, ասենք դատախազությունը դեմս իրավասու մարմնի։ Օրինակ այս գործընթացները, այս ապացույցը չի ընդունել կամ ուսումնասիրությունը պատշաճ չի արել, խախտել է օրենքի այս հոդվածը, որովհետև օրինակ որոշել է նստել է դատախազը, որոշել է, որ օրինակ իր համար արժանահավատ չի, բայց մյուս գործով արժանահավատ է։ Մեզ պետք է հիմք դրա իրավական հիմք հարցը կրկնվում է, Հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, ինչ վերաբերում է Հայցվորի ձեր հայտարարությանը, որ Հայցվորի հնչեցրած դիրքորոշումը ձեզ համար էական չէ, ձեզ չի հետաքրքրում, նախորդիվ հենց նիստի մեկնարկին ձեր վստահորդի հարցը այլ բանի մասին էր։ Ոչ թե մեզ հետաքրքիր չի իրենց մեզ հետաքրքիր է թե ինչ մոտիվներ են ունեցել, ինչ իրավական հիմնավորումներ։ Մեզ հետաքրքիր չի այս բանի, տեսեք, մոտեցում կփոփոխվի, թե չէ։ Արդեն ոնց որ ժամանակավրեպ է եւ դատավարական փուլում էականա դատարանին բացահայտել է այս անձի կամ այս կողմի կամ այն կողմի կատարված գործողությունների օրենքին համապատասխան լինել կամ չլինելը, այս է էական։ Դրա համար մենք կարևորում ենք, մեկ անգամ էլ շեշտեմ, կողմի մեկնաբանություններ եւ իրավական հիմնավորումները։ Մեր համար ընդունելի է նաեւ, որ կողմը առանց որևէ իրավական հիմքի մեր ընդդիմում ոչ իրավաչափ եղանակով կատարել է որոշակի որակում։ Դա դատարանը կգնահատի, բայց մենք պետք է այս փուլում բացահայտենք, օրինակ այս բանը իմ համար պարզ դարձավ, որ այդ պատճառաբանության ներքո իրավական որևէ կարգավորում տրամաբանություն չի եղել։ Ընդհանուր նման մոտեցում է, շնորհակալ եմ։ Հարգելի դատարան, օրենքի էությունից եմ ես ուղղակի ուզում ախեցնել հարցը։ Օրենքը նախատեսում ուսումնասիրության ավարտից հետո հնարավորություն է տալիս պատասխանողին կամ կողմին ներկայացնելու փաստարկներ, դատախազությունը իրավունքի փաստարկներ ընդունելու կամ չընդունելու, դրա հիման վրա կառուցելու հայցատում է ներկայացնելու պահանջ։ Դա այն է, ինչ որ ասում է պարոն Բերոյանը, ստեղի համաձայն է դրա հետ։ Բայց մենք այլ հարց ենք քննարկում այստեղ։ Մենք ներկայացրել ենք առարկություններ, դատախազությունը այդ առարկությունները կամ հիմնավորումները ընդունելը, մենք հիմա ոչ թե քննարկում ենք, թե դատախազությունը ինչի չի ընդունել, այլ ինչ է փոխվել, որ դատախազությունը փոխել է իր դիրքորոշումը։ Մենք սա ենք քննարկում։ Միջնորդության երրորդ միջնորդության քննարկման ժամանակ այդ հարցերը տալիս է, պարոն Բերոյանը անընդհատ ասում է դա հայցի հիմքի բազմափուլում է
կպատասխանենք, մենք հիմա այդ փուլում ենք գտնվում։ Հիմա իմ հարցադրումը պայմանագրի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես լրիվ համաձայն եմ, որ միգուցե կասկածներ ունեն պայմանագրությունը, իրենց լիազորությունները ոնց ուզում են կարող են իրականացնել։ Այստեղ հարցը հետևյալի մասին է, պարոն Էգան։ Դուք մատնանշել եք 3 հանգամանք, որոնք որ հիմք են հանդիսացել հայցի վերանայման եւ միջնորդության ներկայացման համար։ Դրանք են հայտարարու ժամկետով որոշակի գործողություններ կամ գործառնություններ, որոնք որ չեն արտահայտվել, չեն արտացոլվել հայտարարում, երկրորդը կանխիկ գործարքներ, այսինքն կանխիկ փոխհարությունների տրամադրում, այն ժամանակահատվածում, երբ որ օրենքով սահմանափակված է կանխիկ գործառնությունները, այսինքն դուք տեսել եք ինչ-որ գործարքներ, որոնք որ օրենքով սահմանված ժամկետ, օրենքով սահմանված չափից ավել կանխիկ գործարքներ են եղել, եւ դա համարել եք ոչ իրավաչափ, եւ երրորդ հանգամանքը, երբ որ նպատակ դաշտը նշված չի եղել, մենք պայմանագրի մասին չենք էլ խոսում հիմա, որովհետեւ այդ պայմանագիրը մենք ներկայացրել ենք ձեզ, ու դա մատնանշում ենք նախորդ նիստին, որ դուք ոչ միայն տեղյակ եք գործարքի նպատակից, այլ նաեւ պայմանագիրներ եք տեսել։ Հիմա ձեր նշանալ, ձեր հայտնած այդ փաստական տվյալները այս գործարքի դեպքում 3-ն էլ առկա են, այսինքն անկանխիկ է։ Նախորդ դատական նիստին ձեր գործընկեր պարոն Աբինյանը նշեց, հայտարարեց, որ նպատակ դաշտից ուղղակի երևում է, որ սրանք փոխառական հարաբերություններից բխող փոխանցումներ են, այսինքն բարձ է նպատակը, եւ հարցը հետեւյալն է. դուք 3 սկզբունք եք ներկայացրել, հիմա այդ 3 սկզբունքներից դուրս այլ սկզբունքներ եք ներկայացնում։ Խնդրում եմ ասել, անկանխիկ է գործարքը, նպատակ դաշտում երևում է, թե ինչ նպատակի համար է փոխանցվել գումարը։ Նախկինում դատախազությունը օբյեկտիվորեն գնահատել է սա որպես օրինական եկամուտ, եւ դուք հիմա փոխել եք, ասում եք սա օրինական չի։ Խնդրում եմ այս լույսի ներքո հարցին պատասխանեք, ոչ թե պայմանագիրը, պարոն Մելիքյանն Էդուարդը ուներ թե չուներ, եթե մենք գնում ենք այդ ուղղությամբ, իմ մոտ լիքը հարցեր են առաջանում։ Արդյոք դուք նույն տրամաբանությամբ եք նայել մյուս բոլոր փոխհատումների գույքային դրությունը կամ իրենց տրամադրված փոխառական միջոցների ծագման աղբյուրները, դրանք իրեն են եղել։ Գիտեք, մի գործարքի մասին չենք խոսում, էլի։ Դուք եթե այդ պահանջը ներկայացնում եք, ապա պետք է բոլոր գործողությունները, բոլորը պետք է ճանաչեիք ապօրինի։ Հիմա խնդրում եմ այս լույսի ներքո դուք հարցին պատասխանեք։ Ձեր մատնանշած այս փաստերը առկա են, անկանխիկ է եւ նպատակ դաշտում նշված է բարձր։ Ու ելեմ կրկնում, խոսքը 300 միլիոն դրամի մասին է։ Խնդրում եմ պատշաճ պատասխանեք, որպեսզի մենք էլ հասկանանք։ Մենք մեր առարկությունները գնում հասնում ենք մի հատ կետի, հետո դուք գալիս եք այստեղ, մի հատ հարց եք տալիս, դուք էլի փոխում եք ձեր դիրքորոշումը։ Ամեն անգամ չի հնարավոր չի այս դատավարությունը այս ձևով երկարացնել։ Նախ պարոն Սաթոփյան, պատասխանես եմ։ Վերջից կանրադառնանք պարոն Մերյանը, տարբերություն կա մյուս փոխհարությունների, օրինակ գործարքների ձեր գնահատականի մասով տարբերություն կա եւ պարոն Մելիքյանի տրամադրած փոխհարուցը։ Տարբերություն այսինքն նույն իրավիճակում նույն իրավիճակում արդյոք դուք մյուս օրինակ գործարքների դեպքում էլի արժանահավատության խնդիր եք բարձրացրել, ասելով, որ օրինակ այդ անձը փոխատում չի ունեցել, պարզ չի եղել ձեզ համար, ունեցել է արդյոք բավարար միջոցներ թե ոչ, եւ կան այդպիսի գործարքներ, հարգելի դատարան, նույն դիրքորոշումը չի տարբերում։ Ես նշել էի, որ ներկայացված փոխհարուցման պայմանագրերը մեր համար արժանահավատ չեն, քանի որ 3 ակնհայտ պատճառ կա, դրանք առաջինն է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ուժումից հետո կանխիկ են տրամադրվել, հայտարարման ընթացքում են փոխհարուցման պայմանագրերը կնքվել, բայց ոչ փոխհարուցման տրամադրումը, ոչ այդ ստացումը չեն հայտարարվել եւ նպատակ դաշտում մի շարք փոխհարուցման պայմանագրեր, որպես պատասխանող կողմի փոխհարուցման պայմանագրերը նշված չեն փոխհարուցման պայմանագրեր, հաշվառնալով հանգամանքը ներկայացված փոխհարուցման պայմանագրերը արժանավետ չեն դիտարկվել։ Այդ թվում նաեւ այս պայմանագրերը, այս ընդհանուրի համար, այս ընդհանուր դիտարկումների համատեքստում Ինչպես նշեցի, կոնկրետ այս պայմանագրի մասով այս ապօրինի եկամուտը դիտարկվել, հաշվառնելով, որ
ներկայացված ապացույցները մեր համար արժանահավատ չեն, մասնավորապես փոխհարուցության պայմանագիրը մենք գտնում ենք, որ լրացուցիչ ապացույցներ պետք է տրամադրեն, որպես այդ փաստը հաստատվի կամ առնվազն հայ որ կողմը այդ փաստը ընդունի։ Այսինքն պատասխանը այն է, պարոն Սարգսյան, որպես ընդհանուրի համատեքստում դիտարկվել է ոչ արժանահավատ իրավասում։ Պարոն Երևանյանը sense արագ հարցու պատասխանել ունենք, էլի։ Դուք 3 հանգամանքներ նշում եք դավաճանի մեջ, ճիշտ է, որպես փոփոխության հիմք։ Այո, 3 հանգամանքներով պայմանավորված փոխհարուցության պայմանագիրը թողենք, դուք պայմանագրի մասին խոսք չեք ասել, դուք ասում եք նպատակ դաշտում չի երևում ինչի համար այդ գումարը ստացել։ Մենք կարող ենք պայմանագիր չենք ներկայացնել, հիմնական գործարքներ, որով պայմանագիր ընդհանրապես չենք ներկայացնել։ Նպատակ դաշտից երևում է փոխհարուցում, դուք դա համարել եք օրինական։ Թողնում եմ պայմանագրից խնդրում եմ մի կարճ եք, պայմանագրի մասին մի խոսեք։ Դուք հայտարարել եք, որ փոփոխության համար հիմք է հանդիսացել այն, որ անկանխիկ եղանակով կատարված փոխհարուցումների դեպքում նպատակ դաշտից չի երևում, փոխանցման նպատակը անորոշ է։ Այո, ոչ, ճիշտ է։ Որոշակի պայմաններ կան, որ այո, նպատակ դաշտում նշված չէ։ Հիմա այս դեպքում նպատակ դաշտից երևում է, որ փոխանցման նպատակը բացահայտված է, թե չէ։ Նպատակ դաշտում գրված է համաձայն փոխհարուցության պայմանագրի։ Բացահայտված է փոխանցման նպատակը։ Կարա ուրիշ բան գրներ նպատակ դաշտում։ Այդ գրված մի Ասում եմ բացահայտված է, հիմա եթե նվիրատվություն գրածներ, պետք է կասկածեիք նվիրատվությունը։ Պարտքի վերադարձ գրված լիներ, պետք է կասկածեիք, հիմա դուք չեք ասել, որ պետք է էությունը մենք մտնենք, օրինակ էության մեջ հետո ինչքան ուզում եք մտեք, ճշտեք, քննարկեք։ Դուք հայտարարել եք, որ հայցապահանջի չափը մեծացել է, պայմանավորված են հանգամանքով, որ առկա են փոխհարուցումներ կամ եկամուտներ, որոնց նպատակ դաշտում չի երևում դրանց էությունը։ Օրինակ, Որքունից տղայի դեպքում, Ամերիկայից կատարված փոխանցման դեպքում նպատակ դաշտը կոդավորված էր, նախորդ դատական նիստին մենք խոսեցինք դրա մասին, այս ասած կոդավորված էր անգամ ունենք պայմանագիրը, դա պայմանագրով կարող եք նայել։ Թողնում դա մի կողմի վրա։ Դուք հայտարարել եք, որ փոփոխության հիմք է հանդիսանում այն, որ նպատակ դաշտում չի երևում իրավահարաբերության էությունը։ Այս դեպքում ձեր գործընկերը հայտնեց, որ երևում է էությունը։ Խնդրում եմ պարզաբանեք, ինչու եք դուք 300 միլիոնը համարել ապօրինի, դրանով արհեստականորեն ուռճացրել ձեր հայցապահանջի չափը մոտ 700 միլիոն դրամով։ Խնդրում եմ ասել։ Արհեստականորեն չի ուռճացվել, պարոն Սարգսյան։ Իրավասում առնի գտնում է, որ այս ներկայացված պայմանագիրը արժանահավատ չէ, դա արհեստական ուռճացում չէ։ Պայմանագրի մասին չեն խոսում, դուք եք ասում նպատակ դաշտում։ Իսկ մի հատ պարոն Սարգսյան, ես խոսքս ավարտեմ։ Ըստ էության խնդրում եմ։ Ըստ էության ես ինչպես նշեցի, այս ընդհանուր համատեքստում փոխհարուցության պայմանները արժանավետ չեն դիտարկվել։ Նպատակ դաշտում ես բարձրացնում եմ, թե ինչի համար արժանավետ չի դիտարկվել կոնկրետ այս դեպքում այս պայմանագիրը։ Քանի որ դուք ինչ-որ փոխհարուցության պայմանագիր եք ներկայացնում, որը օրինակ 2016 թվականին հայտարարված չի, դա մեր համար ազդակ է, որ դուք երբ որ ինչ-որ փոխհարուցության պայմանագիր եք ներկայացնում, պիտի ներկայացնում ինչ-որ լրացուցիչ ապացույցներ, որպես իրավասու մարմնի համար պայմանագիրը արժանահավատ լինի։ Պարոն Երևանյան, ըստ էության էլի, որտեղ սա 16 թվականի գործարք չի, 22-25 թվականի գործարքը նպատակ դաշտում նշված է, պայմանագրի 16 թվականի պայմանագիր է ներկայացվել, այլ պայմանագիր, որը որ հայտարարված չի, եւ դա մեր համար ազդակ է, որ փոխհարուցության պայմանագիր, որ ներկայացվում է, դա պիտի լրացուցիչ ապացույցներ ներկայացվում, որ փոխհարուցության պայմանագիրը իրոք կնքվել է։ Ու ես արդեն 16 թվականը 22 թվականն է դառնում հասկանալ։ Այսինքն ինչ կապ ես ասացի, թե ինչի համար արժանավետ չի դիտարկվել, ասում դա մեր համար ազդակ է, որ ներկայացնում է փոխհարուցության պայմանագիր, որը որ չի հայտարարվել, ու դա մեր համար ազդակ է, որ փոխհարուցության պայմանագիրը, որոնք ներկայացնում, պետք է լրացուցիչ ապացույցներ ներկայացնեն, որ իրավասու մարմնի համար արժանահավատ լինի, որ այդ պայմանագիրը իրոք կնքվել է։ Այդ ազդակը երբ անցած այսինքն երբ որ 16 թվին է եղել, 16 թվից ներքև այդ ազդակը չի գործել, 16-ից բարձր է գործել, թե առհասարակ բոլոր ազդակի գործել այն դեպքում, երբ որ փոխհարուցության պայմանագրերը
արժանավատ չեն դիտարկել ապօրինի Պարոն, բոլոր փոխառության իրավահարաբերությունները այս վարույթի շրջանակներում իրավասու մարմինը արժանավատ չի համարել, բոլորը։ Չէ, կան որ համարվել։ Բանը ինչի է կան որ համարվել։ Այդ դեպքում այդ ազդակը բոլորին էլ նույն ազդակն ինչ տարբերություն։ Փոխառականը ուրեմն ստեղ ձեր նկարմամբ այդ գործընթացները պետք է տեղ գտնեն։ Այդ չափորոշիչը որն է որ ես մի փոխառական դե ասում եք որ փոխառական իրավահարաբերություններ ա եղել, որը որ օրինական է դիտել։ Ինչի է օրինական դիտել, ապօրին համարել։ Նույն դրամաբանությունն է, ազդակը եղել է, չէ՞, ձեր ասած ազդակը կա։ Եկեք այդ խտրական մոտեցումը, այսինքն եթե մի գումար, չգիտեմ, 500,000 դրամ է, ազդակը չի գործում, 1 միլիոնից բարձրի դեպքում այդ որն է մեթոդաբանությունը ազդակի ընտրության։ Մատնաշը կոնկրետ որ գործարքի հետ են Ասում եմ 300 միլիոնի պարագան խնդրեմ բացահայտեք եւ մի գործարք ձեր ընտրությամբ վերցրեք, որը որ օրինական է համարել։ Այդ դրանց տարբերակումը ինձ կարող եք ասել։ Որ գործարք ասել։ Ասացիք, որ գործարքներ կա, որը օրինական է համարել փոխառական Արմեն Սարգսյանին օրինական եկամուտ նոր հաստատեցիք այդ գործարք կա, ինքնիդա ու մենք դրա հետ վերադարձը տեսնում ենք, այդ չափերը բռնում են, այսինքն դրամական միջոցներ կան փոխանցվել են պարոն Սարգսյանին, իշքան հիշում եմ, հետո նույն չափով կարծես հետավերադարձում նկարագրությունը նշված է փոխառության պայմանագիր, օրինակ այդ դեպքերում մեր համար օրինական եկամտադիտարկում եթե Արմեն Սարգսյանն այդ ստացած գումարը հետ վերադարձնել, օրինական է համարել։ Այս դեպքում ասեցի մեր համար ինչը կլինի համոզիչ, այսպես ասած, որ այդ պայմանագրերը արժանավատ դիտարկվի։ Չափը 300 միլիոն է։ Տրամադրական Էդվարդ Մելիքյանը, որ այդ հարաբերությունների բնույթը հույսում եմ պարզաբանվի ու այս համատեքստում այս պայմանագիրը ոչ արժանավատ կներեք էլի պարոն Սարգսյան։ Իսկ Էդվարդ Մելիքյանի հետ հարաբերությունների բնույթը ձեր դիտարկմամբ, եթե հայցի հիմքն ու առական միջև բեռի բաշխումը պետք է պարզեք, օրինակ ձեր դիրքորոշումները հստակեցնեք։ Իրավասու մարմինը միջև երբ է, օրինակ փորձելու այդ իրավահարաբերությունը պարզել։ Դատաքննության փուլում դրա նպատակն ու հետևանքը որն է պարզելու։ Օրինակ էլի, եթե ձեր համար դա էական է, եթե այս փուլում չեք պարզել, դատաքննության փուլում երբ որ չեք կարողանալու փոփոխություն անել, ինչ եք պարզում, այդ դրա իմաստը դատավարական որն է։ Դե նախնական դատական նիստի ընթացքում նկարվում դատական շրջանցում օրինակ Հարցման ենթարկեք իրավասու մարմինը բազմադրված հարյուրավոր դեպքեր կա, որ կանչում են բացատրություններ են վերցնում այս կամ այն սուբյեկտի, շատերն էլ գալիս տալիս են, բայց դուք այդպես գործողություններ չեք արել։ Իրավասու մարմինը շատ մեծ լծակներ ունի, ինչ ուզի կարանի։ Դուք այդ լծակներն էլ այդ ինչ ուզել չակերտալ անելը, որ գործարքը դեպի ձեր որ լծակներ օգտագործենք, երբ օգտագործենք, ինչ ձևով օգտագործենք։ Պարոն Մելոյան, այս ի վերջո ձեր դիտարկմամբ այս 300 միլիոնը օրինակ որ դիտել եք ապօրինի, դրա հիմքում չգիտեմ, որ դատաքննության ընթացքում եք վտանգացուցում դա պարզվի, դրա միջոցներն էլ, չգիտեմ, ձեզ բավարարող պատասխաններ կա, օրինակ բերել եք հայցապանջը փոխփոխեք, ինչ է էլի մեզ սպասվում, օրինակ դրա ձեր այս գործողությունների հետևանքային իմաստը որն է, այս պրոցեսի նկատմամբ, ինչին է դա ուղղված։ Օրինակ եկավ ձեզ բավարարեց այդ պատասխանները, բայց ինչ է դառնալու, էլի տես մնալու է։ Դե երբ որ Երբ դատաքննության փուլում եք, ասում եք պետք է վկա կանչենք, վկայից պարզաբանում ստանանք։ Հիմի մեր համար է ձեր ասածները, օրինակ ես դատավարությունը մի քիչ թե շատ պատկերացնում դատաքննության փուլում, ոնց որ ձեր պարզելը մի բան է, բայց մեր նկատմամբ պահանջը մեկ այլ բան է։ Մի այդ ինչի՞ ջան Ջանասիրությունը չեք դրսևորել, այդ հանգամանքը ձեզ տարուց ավել կամ երկու տարուց ավել պարզ է։ Ինչի՞ չեք ուզում հասկանալ, ես անձի դեմ այդ ոչ իրավաչափ մեր ընկալման պահանջը այս ընթացքում միշտ պահում եք, թե օրինակ իրավասու մարմնում դիրքորոշում կա, որ այդ ամեն գնով այդ դիրքորոշումը պետք է պահվի, որ 700 միլիոնի չափով ինքը պահանջը մեծ էֆեկտ ունենա, որտեղ այդ 300 միլիոնը ունենում է 700 միլիոնի էֆեկտ։ Խնդիրը ո՞րն է ձեր մոտ։ Տեսեք, եթե ձեր օրինակ բավարար հաստ եք, բավարար Տեսեք, փաստ մեկ իրավասու մարմինը 2 տարուց ավել ունի փաստական տվյալ եւ դրա պարզմանության ոչինչ չի ձեռնարկում, բայց հայցապահանջը դիրքորոշում է փոփոխում, որի հետևանքով դիրքորոշում է փոփոխում 300 միլիոն բարելևույթ օրինական միջոցները
վերածում է ապօրինի միջոցների, ինչը ունենում է 700 միլիոնի էֆեկտ։ Այսինքն, այս սրա ու այդ բավարար ջանասիրություն այս փուլում պարզա, որ չեք ցուցաբերել պարզելու համար, այդ ուզում եք պարզեք դատաքննության փուլում։ Դատաքննության փուլում չգիտեմ, կարող պարզեք, թե չէ։ Դատավարական հետևանքային էֆեկտը մեր համար պարզ չի։ Հիմի այս ամեն ինչը ամփոփելով դատախազությունը այս վարքագծով վերջացնում եմ, դատախազությունը այս վարքագծով չպարզելով, գործողությունները չբացահայտելով, ինչ դրանով պետական շահ է սպասարկում, թե ինչ է սպասարկում, ինչ գործողություն է էլի, դիրքորոշման փոփոխումը դրա հետևանքը ու ձեր ջանասիրությունը կամ դրա բացակայությունը այդ հանգամանքի պարզելու մասում։ Ինչ հարց եք տալի։ Դուք ասում եք, այսինքն դուք ասում եք դատախազությունը պետական շահ պաշտպանում է, թե չէ, Դատախազությունը պետք է իմ դիտարկման պետական շահ պահպանի, լավ, արդյոք պետական շահի պահպանությունն է ձեր կողմից իրավիճակի չբացահայտելը, որը որ ընդունում եք, որ պետք է պարզվի այս իրավիճակը, որպեսզի ձեր մոտ հաստատվի կամ հերքվի այդ հանգամանքը։ Հիմա եթե դուք բավարար ունեք այդ տվյալը, օրենքով այդ հաստատական տվյալը դիտարկվում է օրինական եկամուտ, այդ պետք է առնվազն հերքեք ինչ-որ գործողություններով, այդ գործողությունները չեք օրինակ ձեռնարկել, ձեր մոտ մտահղացում կա, որ պետք է փոխառական միջոցներ մի կողմը ունենալ, չեք պարզել, չեք էլ ուսումնասիրել, բայց ձեր ընկալմամբ գործում է կանխավարկած է, որ փոխառության տվող այդ գումարը չի ունեցել։ Այդ դրա պարզելու ուղղությամբ էլ դիտում եք ավելի ոչ մի գործողություն չեք անում։ Արդյունքում 300 միլիոն մինչ ձեր ներգրավումը դատախազության կողմից գնահատվել է օրինական, ներգրավել եք դուք կամ ինչ-որ փոփոխություններ է ձեր համակարգում եղել, մեր համար անհասկանալի պայմաններում դիրքորոշում է փոփոխվել, այդ դիրքորոշման փոփոխման հետևանքով 300 միլիոնը ունեցել է 700 միլիոնի էֆեկտ, եւ դուք այս ընթացքում 2 տարի չեք պարզում ձեր վաճառաբանության հիմքերը, այսինքն ասում եք, այստեղ պարզման խնդիր կա, մենք է դրա պարտականություն ունենք, բայց դատաքննության փուլում պետք է պարզենք։ Մենք էլ ասում ենք, դրա հետևանքը ո՞րն է լինելու դատաքննության փուլում։ Հետևանքն է, որ դատաքննության փուլում Այցից հրաժարվելու եք դատախազող անձը գալու է նախազգուշացվի կերպոսմունքանոն պատասխանատվության մասին։ Այսինքն այդ անձի, կներեք էլի, հիմի այդ անձը ձեր մոտ գործում է, որ անկախ ամեն ինչից ֆինանսական միջոցները չեք ուսումնասիրել, ոչինչ չեք արել, պետք է գա պարզաբանումներ տա, դրանից հետո մեզ ինչ է սպասում, հայցը փոխվելու է, թե չէ։ Եկավ, տվեց ցուցմունք, ասեց, էսա, ձեզ բավարարեց կամ չբավարարեց, պարզ է ինչ է լինելու, շարունակվելու է մնալ, բավարարեց դուք հայցը փոխելու եք, ինչ եք անելու։ Հարգելի պարոն Ասատրյան, մենք հիմա ենթադրություններ Չէ, ենթադրությունների մասին չէ, հարգելի նախագահ, նշանակություն չունի ապառնիում, ապագայում ինչ դատավարական գործողությունների գործողությունների իրավասու մարմինը մենք հիմա պարզում ենք հայցը, պարոն Ասատրյան։ Ապա հարգելի նախագահ, չի իմանանք մոտիվը որն է, 2 տարի իրանք պետք է միջոցառումներ ձեռնարկեին, պարզեին, թե չէ, ու եթե պարզեն դրա հետևանքը որն է լինելու, թե չէ, սա բարձի թողի վիճակը, ինչ ուզեն անեն, այսինքն դա բիզնես է, կործանվում, կներեք, բան մեր չէ, ես բարձր տոնով չեմ խոսում, ես իմ բարձի թողի բիզնեսի մասին է խոսքը, բայց կարել է 700 միլիոն դրան դուք ձեր աշխատավարձի վրա ձեր վրա վերցրեք էլի, կներեք, չէ, եթե օրինակ իրավասու մարմնի որևէ ներկայացուցիչ աշխատավարձի վրա 100,000 դրամի չափով արգելանք կա, թե հաճելի չէ, պարոն Ասատրյան, դա չի կարելի։ Օրինակներ համադրելի օրինակներ են։ Դատավարության մասնակիցների անձնական օրինակներ չեն քննարկվում գործընկերության ընթացքում։ Չեմ քննարկում ես, ուղղակի ասացի, որ դրանով բացակ Արգել նախագահ, որ չափ են, որ կայքո չէ իրավիճակ, ասում եմ, դրա շրջանակներում 700 միլիոնի չափով ավել արգելանք է կիրառված, ու դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Պարզաբանումը պարզ էր, այդ ուղղությամբ սրատանունը ձեզ հասուշացրեց։ Այդ 300 միլիոնի սպասում մի հատ հարցում եմ, պարոն Երևանի, ապունի փոխադրում ֆիզիկական անձը իրավաբանականից։ Այն ինչ որ դուք հանգամանք նշեցիք, որ վերցրել եք նայել եք պայմանագրերը, ունի ձեր համար արժանավորող չի եղել, չգիտեմ ինչ որ 16 թվականի մասին եք խոսում, բայց այս իրավահարաբերությունը 22-23 թվականին է վերաբերում,
կապ ունի փոխատուն իրավաբանական անձը թե ֆիզիկական անձ։ Խնդրում եմ այդ ձեր մատնանշած ինչպես Ինչ տեսանկյունից արժանավետ դիտարկում։ Հիմա դուք այդ որ գնահատական դատողություններ եք արել, չգիտեմ ինչով եք առաջնորդվել, ըստ էության որևէ մեթոդաբանություն չկա, ըստ էության այսօր սենց կուզենք, վաղնից կուզենք, նախորդ նիստներ ասենք, մենք դատախազության հետ ենք աշխատում, դատախազությունը հայց է ներկայացնում եւ կարծում եմ, որ պետք է ավելի որոշակի լինի։ Իմ հարցերը, պարոնները, խնդրում եմ դուք մի ներկայացեք։ Իմ հարցերը միտված են հետևյալին։ Միևնույն իրավահարաբերության մեջ դուք այս գրիչը ասում եք, գրիչը մյուս դեպքում ասում եք մատիտա։ Մի դեպքում ասում եք մածունը սև, մի դեպքում ասում եք մածունը սպիտակ։ Հիմա հարց։ Այդ ձեր մատնանշած հանգամանքները, որոնք որ ձեր այս գործարքները ապօրինի ճանաչելու համար, որակելու համար էական են համարվում։ Կապ ունի փոխատուն ֆիզիկական անձը թե իրավաբանական անձը։ Պարոն Սաքարպետյան, օրինակ իրավաբանական անձանցից էլ փոխառություններ են ստացվել, դուք ներկայացրել եք էգզեկտ ձևաչափով այդ փոխառությունների տրամադրման այդ արուսակները, կամ որ դուք չեն ընդունել, հաշվառելով, որ իրավասունամի գնահատմամբ այդ ամեն ինչը պիտի ներկայացնել, Excel-ը ինչ փաստաթղթից է, հաշվապահական հաշվառումը։ Խնդրում եմ էլի կոնկրետ հարցերից պատասխանեք, էլի դուք ասում եք, որ ֆիզիկական անձը տվել է փոխառություն, մենք պետք է բարձենք այդ մարդը ուներ չուներ, իրավաբանակ էր, իրավաբանակ չէր, չգիտեմ, ինչ որ հանգամանքներ պիտի բարձենք, այդ նախորդ դատախազը չգիտեմ, թերացել է կամ պրոֆեսորնալ չի եղել, չի բարձել, ես եկել եմ բարձել եմ կամ Դաթեև Թորոսյանը եկել է բարձել է, գնահատել եմ սենց։ Հիմա նույն իրավահարաբերության դեպքում նույն, լրիվ նույն, 100%-անոց նույն։ Պողոսյան Պողոսի փոխարեն, Պողոսյան Պողոս ՍՊԸ-ն կապ ունի, թե չէ իրավաբանական անձի առկայություն։ Ես ուրեմն հարցը տամ պատասխանը լսեմ, որպեսզի օրինակը բերեմ, դուք չսկսեք ասել, այստեղ ես ինչ բանը սենց է եղել, կամ այս ՍՊԸ-ի անունը ասում եմ, չգիտեմ, Վարդան Բարով ենթադրենք կամ Կարեն Բարով, դրա համար ես մենք արժանավետ չեմ գիտել։ Հարց կոնկրետ։ Կապը արժանավետ չի դիտարկվել, պարոն Սաքարպետյան, հենց այդ հանգամանքների կանոնավորված Excel-ով արուսակա տրամադրվել, չենք տրամադրել ոչ մի բան։ Նպատակ դաշտում նշված է փոխառության պայմանագիր, փոխատուն իրավաբանական անձը ֆիզիկական անձի փոխարեն։ Կապ ունի թե չէ։ Իրավաբանական անձի իրավական կարգավիճակը, ֆիզանց կամ իրավաբանական անձ։ Էական է թե չէ։ Այո, թե ոչ, կանոն։ Ոչ, հաշվառելով որ իրավաբանական անձն է։ Շնորհակալություն։ Ինչ շրջանառություն։ Բավարարված է, ոչից հետո կարող եք ինչ ասել։ Հիմա գանք համեմատական հարցերի։ Իսեք մենեջմենտ ՍՊ-ն նույն ժամանակահատվածում տրամադրել է 125 միլիոն 120,000 դրամ փոխառություն։ Այսա գնահատել դուք օրինական։ Պարոն Մերոյան, հիմա խնդրում եմ ինձ բազաբանեք։ Որ տանիքին։ Հարգելի դատարան, 2023 թվականին Estate Management ՍՊ-ը էլի տվել է փոխառություն, ինձ 125 միլիոն 120,000 դրամ, էլի նպատակ դաշտում նշված է, էլի պայմանագիրը տվել ենք, ամեն ինչ տվել ենք։ Ընդ որում ես ձեզ մի բան ասեմ, հիմա չնայած դա չեմ ասում, որ ասում եմ փոխեք միանգամիցացիա, չեմ ասում։ Խնդրում եմ պատասխանեք։ Այս երկու համարում, նույն մածունի մասին ենք խոսում, հիմա այս դեպքում մածունը սպիտակ է, ձեր մյուս դեպքում Էդուարդ Մելիքյանի դեպքում սև է, խնդրում եմ ինձ բացատրեք, որն է դատախազության մոտեցումը, խնդրում եմ մոտեցումն ասեք, որ մենք պաշտպանվենք։ Բայց չասեք գնալու դատախազություն ճշտելու։ Այո, 2023 թվական Estate Management ՍՊ-ը տրամադրել է փոխառություն, փոխանցման եղանակով, նպատակ դաշտում նշված է համաձայն փոխառության պայմանագրի։ Փոխառության պայմանագրերը տրվել են ձեզ, այս գործարքների խմբի գործարքի բիզնես տրամաբանությունը ձեզ բացատրվել է գրավոր ձևով դեռևս ձեր հայցադիմումը հարուցելուց առաջ։ 2023 թվականին տրամադրվել
են, որոնք ժամանակի վրա անկախի գործանություն հասցնող ուժի մեջ էր ու նպատակներ նշված Ինչ կապ ունի անկախի գործառնությունների մասին։ Պատասխանը լսեք, պարոն Սակապետյան։ Նպատակը նշված է համազգայունի խաղացան պայմանագրի իրավասում անունը տեսնասով փաստված չի առնչվում։ Տարբերությունը ո՞րն էր նախորդի։ Մեկ էլ է դրած։ Այդ կարակն է, մեզ էդի ասենք, որ կարակ փոխի էլ հարցեր չտայք։ Պետք է համարը։ Ինչի համար է կոզմ, իրավասում անունի ոչ անունը չի դիտարկվում, դիտարկվում է որպես փոխանցության Բարում է Երևան, արգելից։ Բայց կարակն է ցելա։ Լսեք, էլի դուք երիտասարդ դատախազ եք, դուք պետք է առաջնորդվեք օրենքով։ Պետք է առաջնորդվեք ինչ-որ իրավակարգավորումներ։ Պարոն Սակապետյան, Կարծում եք, այցը պարոն Սակապետյան լրիվ անտեղի էր ձեր հորդորը, այնպես որ անցեք ձեր հարցերին։ Պարոն Սակապետյան, ես միշտ եմ առաջնորդվում օրենքով։ Այստեղ խոսքը ապացույցներ են, պայմանագրեր են, որոնք որ գնահատողական են։ Այսինքն ինչ-որ ապացույցների հանգամանքների համատեքստում, ինչ-որ մի հատ գործար կարող է Շատ լավ, ո՞րն է այդ տարբերությունը։ տարբերությունը իրավասում անունի կողմից կասկածներ չի հարուցել այս մասով, բայց օրինակ ֆիզիկական անձ, որ այդ հարաբերությունների բնույթը պարզ չի եղել, 200 միլիոն դրամ փոխարինություն տրամադրել, բնականաբար մենք հարց առաջացնում։ Լավ։ Հումոր կարելի է, Չէ։ անգեց երևի շարունակենք ես հայցի հիմքի բարձաբանման հարցրից չգիտեմ էլի։ Ախր Ես հարցեր Ձեր ներկայացուցիչները հարցեր ունեն։ եկեք մի բան, պարոն Արարյանը թող իր հարցերը տա, եթե կարելի է այս մասը դադարեցնենք, ես մի քիչ կենտրոնանամ մնացած շարունակենք էլ։ Արգել դատարան, գաղտնի չի, որ մենք նաև ուսումնասիրության հարուցման հիմքի հետ կապված ունենք բանահամաձայնություններ, բազմից այդ մասին հայտարարել են, իմ հարցադրումները ուղղակի վերաբերվել են ուսումնասիրություն սկսելու մասին որոշման և ուսումնասիրություն սկսելու մասին հիմքին է ճարաբասիկ ոստիկանության գրությանը, որի դեմ բազմից անդրադարձել ենք։ Մինչև այդ հարցադրումները տալը մի բան է ուզում պարզաբանում է ուզում ստանայի այսօրի ներկայացուցիչ ուսումնասիրությունը սկսելուց հետո հնարավոր է այնպիսի իրավիճակ լինի, որ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված որոշակի նյութեր ներառված չլինեն այն նյութերի մեջ, որ դատարանը ներկայացվել։ Այսինքն այնպիսի աշխատակարգ կա, որ օրինակ դատախազությունը ուսումնասիրություն սկսելուց հետո, որոշում կայացնելուց հետո, որոշակի հարցումներ է կատարում, ստանում է ինչ-որ տեղեկություններ, դա ուսումնասիրության համար էական չի լինում և չի ներառվում ուսումնասիրության փաթեթի մեջ և չի ներկայացնում դատարան, բայց մնում է։ Այսինքն այնպիսի իրավիճակ կա, կարող է այնպիսի փաստաթղթեր կամ այնպիսի տեղեկություններ կա, որոնք ուսումնասիրության ընթացքում ստացվել են դատախազությունից, բայց դատարան չի ներկայացել, որովհետև գնահատվել է, որ դա էական չի։ Դե ինչ որ ուսումնասիրության ընթացքում հարցումներով պարզվում է, անկախ նրանից դա էական է թե չէ, ամբողջ փաթեթը ներկայացվում է դատարան։ Իսկ աշխատակարգ չկա, բայց պրակտիկան այնպիսին է, որ ուսումնասիրության ընթացքում շտեղյալներ հավաքվում են, ներկայացվում են դատարան։ Լավ, շատ լավ։ Եթե աշխատակարգը տենց է, այդ դեպքում եկեք անցնենք էլեկտրոնային նյութերով արգել դատարան, որպեսզի պարզ լինի ինչի մասին ենք խոսում, հենց առաջի փաստաթուղթն է, որը վերաբերում է հարուցման հիմքին, քրեական ոստիկանության գլխավոր վարչության դրության դրության պարագայում ինքներ ողջունման հավատարիմ ունենք։ Ուրեմն ես երբ ուսումնասիրում եմ դատախազության ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը, որը հաջորդիվ է էլեկտրոնային նյութերում, տեսնում եմ, որ որպես հայտնի հանգամանքներ պարզվել է հետևյալը, որ առկա է օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ նախատեսված հիմքը, այսինքն սա օպերատիվ հետապնդության գործունեության մասին օրենքով նախատեսված հիմքն է, և երկրորդը, որ Արմեն Սարգսյանը նրանք օգտագործված անձանց Հայաստանի Հանրապետությունում սեփականության հիմքում պատկանում է մեծաքանակ անշարժ և շարժական հիմքեր, մի շարք
ՍՊ ընկերությունների, ինչպես նաև բանկային հաշիվների մուտքագրվել երկրագրվել են 50 միլիոն դրամ գերազանցող գումարները։ Այսինքն ըստ էության, երբ որ որոշումը կայացվել վարույթահարուցելու մասին, ինքը ընդունվել այն անգամանքը, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից ներկայացված փաստաթղթում կա մեծածավալ անշարժ գույքեր, որոնք որ ենթադրյալ պատկանել են Արմեն Սարգսակյանին։ Իհարկե, երբ որ մենք հետագայում ուսումնասիրում ենք ձեր պատերները, տեսնում ենք, որ այդ գույքերից ոմանք իրավամբ չեն ներառվել հայցապահանջի մեջ, որովհետև որևէ առնչություն չունեն Արմեն Սարգսակյանի հետ եւ տեսել ենք, որ պարզել եք եւ այդ մասով պահանջի մեջ չեք ներառել կամ այդ մասով պահանջ չեք ներկայացրել։ Միևնույն ժամանակ ես տեսնում եմ այս գրության մեջ գույքեր, որոնց վերաբերյալ ընդհանրապես չեմ տեսնում որևէ այդ գույքերի հետ կապված պարզման ենթակա գործողություններ։ Հիմա ես կարող եմ թվարկել այդ գույքերը։ Օրինակ, ոստիկանության գրության մեջ նշված է առաջին գույքը, ասում է, որ Սարգսակյանին եւ նրա փոխկապակցված անձանց պատկանում են եւ սկսում է թվարկել ի թիվս ալնի քաղաք Երևան, Բարկունցի փողոց 15-17, քաղաք Երևան, Մամիկոնյան փողոց 2/2-232, քաղաք Երևան, Շաուրի փողոց 14-23, Կոտայքի մարզ քաղաք Ծաղկաձոր անտառային առաջին փողոց 10 Փայտյա տնակ, սա անշարժ գույքերի մասով, հետագայում հանրային առողջապահություն ուսուցման եւ հետազոտությունների կենտրոն ՀԿ, Dream Dairy Farm, ՍՊ եւ այլն։ Հիմա իմ հարցադրումը ուղղված է կոնկրետ անշարժ գույքերի։ Այս անշարժ գույքերի մասով որևէ ուսումնասիրություն կատարված չէ։ Հավանաբար դեպս են փաստաթղթերի նյութերը, որոնք որ տրամադրվել են մեզ մենք ուսումնասիրել ենք, այդպիսի փաստաթուղթ կամ այդպիսի տվյալ չենք հայտնաբերել, միգուցե վրիպել ենք։ Իմ հարցադրումը հետևյալն է, պարոն Մերոյան, դուք տեղյակ եք, այս մասով, այսինքն այս գույքերի մասով որոշակի ուսումնասիրություն կատարվել է թե չէ, եւ եթե կատարվել է, խնդրում եմ ասեք որտեղ է դրա հիմքերը, եթե չի կատարվել, ապա ինչ տրամաբանությամբ չի կատարվել։ Գործողությունը ձեռնարկել է ներառվում, որ կառավարության կոմիտե պարոն Սարգսակյանի փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վերաբերյալ հարցում է կատարվել։ Ու այն տվյալները, որոնք որ ստացել է, ներառվել են հայցակցում, ձեռքբերում հողպարումը, ներառվել են մաշվածքում ու հայցակցում։ Դրանցի մասով տվյալներ ձեռք չեն բերել։ Տեսեք, ես ինչ եմ ուզում հասկանամ, էլի, օպերատիվ տվյալ կա, որը որ հիմք է ուսումնասիրությունը սկսելու համար, որտեղ թվարկված է, որ Սարգսակյանի եւ փոխկապակցված անձանց պատկանում են իմ կողմից նշված գույքերը։ Ես ճիշտ եմ հասկանում, այսինքն փոխկապակցված անձանց անվան բարձում է կատարվել կադաստր եւ այս գույքերի պատասխանի մեջ որ այս գույքերը ներառված չեն եղել, դրանով իսկ բացառվել է։ Այս գույքերի որևէ ձև պատկանելությունը կամ բարոսակացություն կամ փոխկապակցված անձանց։ Շրջանակում ներառված չի։ Պարոն Մերոյան, արդյոք բավարար է կադաստրի հարցում կատարել ու բացել Սարգսակյանի մասնավորով անձանց պատկանող գույքերը, եթե հայտնաբերում եք։ Ունեք պարտականություն օպերատիվ տվյալները առնվազն ձեզ տվյալները հայտնել, դուք պետք է ճշտեք, կարող է օրինակ իմ ընկերոջ մորքուլի տղայի անունով այս գույքը, բայց ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել իմ անունով, որ դա ինքն է փաստացի ու ներառել է միջը։ Այն ինչ սուգովական գործողություն պետք է Ես ասացի ինչ արել ուսումնասիրության ընթացքում։ Ավելացնելու բան չունի։ Այսինքն ձեր համար մենք եղել ես օպերատիվ տվյալները իրացվել, պետք է իրացվեն, թե չէ դրանց պատասխանները տրվել, թե չէ։ Որպես դատախազություն դուք ունեիք պարտականություն պարզելու այդ ոստիկանությունը գնացել է այդ օպերատիվ աշխատողը չարչարվել է, ենթադրում եմ, որ ողում է արել, տվյալները հավաքագրել, պարզել է օրինակի համար, որ
այս տարբեր գույքերը ունեն, հիմա հնարավոր է օրինակի համար այս Մամիկոնյան փողոց 2 դրոկ 2 շենքի 232 բնակարանը կամ գույքը իմ հարորդի փեսային է պատկանել, ինք օպերատիվ տվյալ է ստացել, ինք այսօր պետք է ձեր կազմի մեջ մտցնեի գույքային պահանջի, բայց չեք մտցնել ըստ էության։ Այդ բազել է սա թե չէ։ Հարցում աստանում չի ասում, այդպես հաս չենք ուղղակի գույքը ձեզ է պատկանում։ Չէ, դուք ստացել եք տվյալ, որ իմ անունով, այսինքն կես տվյալ է ներկայացել ոստիկանությունը, դուք առնվազն պետք է ճշտեիք, բարձրեք, ստուգեիք։ Իրավասում մարմինը ունի պարտականություն տարաշուշ ուսումնասիրություն իրականացնելու ու իրականացրել, իսկ ինչ վերաբերում է օպերատիվ տվյալները տարբեր միջոցներով են ստացվում միջոցառումները գիտեք ինչ միջոցառումը, իսկ ինչ վերաբերում է ուսումնասիրության իրավաչափության տեսանկյունից օպերատիվ տվյալներին, նաև վերաբերում դատարանի համապատասխան որոշում կա, որ այդ տվյալները ուղղակի կասկածի հիմք են, այդ կասկածի հիմքով իրավասում մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն։ Այդ տվյալները կասկած են հարուցել իրավասում մարմինը, որ անձին կարող է պատկերել 50 միլիոն դրամի գերազանցող ապրանքություն գույքը դրա հիման վրա ուսումնասիրություն է սկսվել։ Այդքան էլ սահմանափակվել, այսպես ասած, ներկայացված տեղեկանքի գործառույթ։ Պարոն իսկ կարող ասել ինչ միջոցներ են, ես հիմա նայեք ի վնաս ինձ եմ գործում, ի օգուտ հանրային պետական շահի եմ գործում, հարցերը ամեն ինչ վերաբերում են պետական շահին։ Հիմա հնարավոր է 5 գույք դատախազությունը չի ներառել այս դատավարության մեջ, ես սա ինչի եմ այս հարցերը տալիս, որ վաղը հուսով չծնվեն նոր Երևան եկած հանգամանքներ, ուսումնասիրությունները վերսկսելու իրականացվեց, հարցադրումները դրան է վերաբերում։ Մի բան արեք, ես որևէ անիմաստ հարցադրումներ չեմ տալիս, որովհետև վաղը կարող է դուք գնաք, գա ուրիշ դատախազ, ասի գիտես ինչ կա, նախորդ դատախազը ստացել է օպերատիվ տվյալներ 5 գույքի վերաբերյալ, որևէ ստուգողական գործողություններ չի արել, որևէ գործողություններ չի արել բարձելու համար, արդյոք այս գույքերը այն օպերատիվ տվյալների չի հերքել առնվազն։ Ու մենք սկսում ենք նոր ուսումնասիրություն։ Ես ուզում եմ այս հարցադրումների միջոցով, պարոն, կանխեմ այս հետագա իրավիճակը, որովհետև կներեք դատախազության վարքագիծն է ինձ ստիպում, որպեսզի ես այս գործողությունները կատարեմ։ Խնդրում եմ ասեք, այո ոչ, այս 5 գույքերի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները ստուգվել են թե ոչ, կոնկրետ սրանց մասով հարցումներ արվել են թե ոչ, որ մենք այս թեման ամփոփենք։ Հարցը ստեցում կրկնվում է, այսինքն պատասխանած միջոցներ են ձեռնարկել Պարոն, իսկ ներողություն խնդրում, եթե կադաստրի կոմիտեից դուք ստացաք ձեր հարցման պատասխանը, գույքերի շրջանակը բարձեցիք եւ տեսաք, որ այն գույքերը, որոնք վերագրվել են պարոն Սաքապետյանին, վերագրվել գրության մեջ, այս ցանկում չկան։ Այդ ժամանակ գնահատական ինչպիսին է եղել, լրացուցիչ, չգիտեմ, հարցում իրականացվել է թե ոչ, կամ այդ պարագայում արդեն իսկ կասկածը հաղթահարված էր ուսումնասիրություն սկսելու համար եւ այլևս վերագնահատում չի կատարվել այդ գրության բովանդակության վերաբերյալ անունները, եթե հարցը պարզ էր ձեզ համար։ Հարցը պարզ արգելտարան, ես նշեցի այս դեպքուսագիրը, այս տեղեկանքը ինչ նպատակի ծառա է, դա հիմք է եղել, որ դա կասկածանոցը, որ անձը կարող է 50 միլիոն դրամի գերազանցող ապրանքություն գույք պատկանում։ Ուսումնասիրությունը սկսվել է, անշարժ շարժական գույքերը պարոն Սաքապետյանի փոխանցած պատկանող դրա շրջանակի բազելու համար հարցումներ են իրականացվել ու այն տվյալները, որոնք որ ներկայացվել են նաև դատարանի և կողմին, այսինքն մենք գտնում ենք, որ այս շրջանակի գույքն է պատկանում պարոն Սաքապետյանին փոխանցած անձանց։ Ես նա հարցերի ոչ վերեցի հարուսման որոշումը, ուզում եմ դատախազության մոտեցումը։ Երբ որ նշվում է, որ որպես հայտնի հանգամանք հարուսման համար, նշվում է, որ Արմեն Սաքապետյանի և նրան փոխկապակցված անձանց Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանում են մեծաքանակ անշարժ գյուշարժական, այսինքն այս մեծաքանակ գույքի եզրահանգումը որոշման մեջ այդպես է գրված,
այդ եզրահանգումը կախված է նրանում, թե այդ տեղեկան կասվածի մեջ քանի գույք է թվարկված, ճիշտ է, չի ասում։ Այսինքն, եթե պայմանականորեն մեկ գույքը պատկաներ, մնացած 10 գույքը չպատկանեին, այդ նույնիսկ որ հարցում անեիք, կպարզվեր, որ ինքը մեծականակ գույք չի պատկանում, այլ մի գույք է պատկանում։ Մոտեցումը դատախազության ճիշտ եմ ես ընկալում, այսինքն, երբ որ հարուցման փուլում, որոշման կայացման փուլում նշվում է, որ մեծ քանակ գույքեր է պատկանում Արմեն Սարգսյանին, որը որ ինքն է տալիս հարուցելու եւ այդ կասկածի շեմը հաղթահարելու, դա պարզապես տեղեկատվում թվարկված գույքերն անկախ նրանից կապ ունի Սարգսյանի հետ, թե չէ։ Ինչպես մենք տեսնում ենք, բազմաթիվ գույքեր այդ թվարկած գույքերի մեջից ընդհանրապես կապ չի ունեցել Սարգսյանի հետ, մի մասը դուք եք ընդունել, մի մասի մասում չկա որոշակի դիրքորոշում։ Այս մեծականակ եզրահանգումը ինչ տրամաբանությամբ է եկել, դա ստուգված տվյալ է, թե պարզապես տեղեկատվում նշված քանակն է մեծականակ համարվել, որովհետև տեղեկատվում բազմաթիվ են, օրինակ 15-ից ավելի գույք է նշված, որոնցից 4-ը օրինակ, ինչպես մենք ենք պարզել դրա հետ կապված ընդհանրապես որևէ բան չկա, 6-ը ներողություն, 6-ը ընդհանրապես որևէ 6-ի մասում ընդհանրապես որևէ տվյալ չկա, մնացածի մասից էլ որոշ մասեր մեր հետ փոխկապակցվել է, որոշ մասեր թե չի փոխկապակցվել։ Այս մեծականակ, որովհետև դա որոշման մեջ է հիմնավորված, ուզում եմ հասկանալ ոնց է որոշում դատախազությունը քանակը, մեծականակը գույքերի եւ դրանով հաղթահարում է կասկածի շեմը։ Հիմք հանդիպում են ինչ ստացել է օպերատիվից։ Այո, պարոն Հարությունյան, քանի որ այլ հիազմություն դեպքում ըստեյության երևասումների չունի։ Հա, հասկացա։ Այսինքն չի ստուգում այդ տվյալը, եկավ օպերատիվը տվել է տեղեկատվություն։ Այդպիսի հիազմություն երևասումների չունի։ Հա, հասկացա։ Ես ճիշտ եմ հասկանում բաները։ Այսինքն այստեղ վերևը ինչ է դրված գույքի կազմի կամ դրամական միջոցների կազմի մասին, դուք կարդում եք նկարագրված է 5 հեկտարից հասկացելու որ Արմեն Սարգսյանի վրա փոխկապակցված անձանց կարող է պատկանել ապօրինի ծագում ունեցող գույք, այդ նախադասությունը ձեր համար բավարար է վարույց սկսելու համար, թե դուք գոնե ինչ-որ մի հատ նախնական գնահատականներ արժանացնում եք գույքերի կազմել, էլի։ Ես բերեմ մի օրինակ։ Օրինակ իմ անունով ոչ մի ընկերություն չլիներ, բայց օպերատիվ մարմինը կամ գույք, օրինակ մի հատ բնակարան լիներ, բայց օպերատիվ մարմինը գրեր, որ ունեն 30 գույք, 50 հատ էլ ՍՊ, նորմ ՍՊ-ների մասին հիմա հաջորդ հարցս կտամ, բայց եթե գրեր սա, դուք եւ գրել մեծածավալ sense պատրանք ստեղծող բառեր օգտագործել, դուք բովանդակությունն եք գնահատում ուսումնասիրություն սկսելու ժամանակ, թե ոստիկանության այս եզրահանգումը, ուղղակի ոչ միտեղ կարգավորված չի, ոչ մի օրենքում նշված չի, այս կասկածի շեմը, դրա գնահատման մեթոդաբանությունը, ոչ միտեղ գրված չի, ես ում հասկանամ, դուք հիմք եք ընդունում բովանդակությունը, թե այդ նախադասությունը։ Նախատում են շուտացը, երկրորդը Ինչպես կներեք։ ասում նախատում, այդ շեմը շատ ցածր ուսումնասիրություն սկսելու փուլում։ Okay. Երկրորդը, այստեղ տեսական հարցի չեն պատասխանում, մենք այն ինչ ունենք ներկայացվել է այս զեկուցավելը, որտեղ որ բազմաթիվ գույքեր է նշված, ինչը երևասումանում հարուցել է կասկած։ Շատ լավ, հարցման ինքը հաղթահարեցինք, հարուցեցինք, հիմա սկսում ենք ուսումնասիրությունը։ Դուք ունեք օպերատիվ տվյալ, որ ինձ պատկանում են մեծականակ գույքեր, ինձ եւ մեր փոխկապակցված անձանց։ Հիմա դուք պետք է պարզեք, որ օրինակի համար այս Շարուրի 14 շենքի 23 բնակարանի դեսին ճաղացություն է։ Ըստեյության այդ հարցը արդեն տվել է, այսինքն պատասխանել է։ Որ խնդրեմ մի հատ եք։ Այսինքն չի ստուգվել, քանի որ լիազորություն չունեք ստուգել։ Այդ փուլում հա չի ստուգվել, քանի որ Ուսումնասիրության փուլում դուք չեք ստուգում։ Ուսումնասիրության փուլում բարոն ներողություն։ Ուսումնասիրության փուլում ես հաղթահարեցինք սկսելը Ճիշտ է, չի հասկանում պատասխանը։ Փոխկապակցված անձանց եւ ձեր անունով հարցումը կատարվել է, գույքերը եկել է, համադրվել է իրար հետ, տեսել են փոխկապակցված անունով ձեր բերված գույքը եւ այդ ցանկի մեջ չկա դրա համար բաչել արել, բարձր։ Ես կներեք, էլի սա ինչի եմ ես այսօր քննարկման առարկադարձում ասեցի, առաջին բազելու համար, երկրորդը գոնե կանխելու համար հետագայում եթե դատախազությունը կգտնեն փոփոխություններ, որովհետեւ նոր դիրքորոշումներ չներկայացվեն, կարիքեր չեն կանցել արվեստների պաշտպանքին, ուղղակի ի գիտություն դատարանի հասել, որ մենք մեր առարկությունների մեջ ենք ներկայացնել դա, որ այս բոլոր նշված գույքերը
դրանք կեղծ տեղեկություններ են, որովհետև մենք բարձր ենք, որ սրանք ընդհանրապես օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում են չի արվել, ինչ-որ ոստիկան նստել է, ինչ-որ հարցում է ուղարկել կադաստրը, որպես ոստիկան, կներկայացնենք, համապատասխան փուլում կներկայացնենք պատմել։ Ուրեմն հարցում է իրականացրել կադաստրից ստացել է տվյալներ, որոնք որ օբյեկտիվորեն ինձ է վերագրվում և վերագրվել չեն կանանում, հրաժարվում դրանցից, և ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել սրա մեջ, որովհետև չի է կեղծ, որտեղ և գույք ընդհանրապես բարություն է ցույց տվել, որ ինքը որևէ առնություն չունի, չնայած չեն ստուգել, ես ինքս ստուգել, 3 գույք ընդհանրապես ինքը կապ չունի, իսկ 3 գույք ընդհանրապես պետական գրանցում չի ստացել, այսինքն կնման գույքեր գոյություն չունեն։ Սրա մասին է խոսքը, սրանք բարձր են դիտված, նույնը շատ արագ ասել, պատասխանը արդեն բարձր իրավաբանական անձանց մասով, արգելի դատարան, հանրային առողջապահության և ուսուցման հետազոտությունների կենտրոնը իրանք էլ չեն բարձր, ես էլ չեմ բարձր, չգիտեմ օպերատիվ մարմինը որից է տվյալները վերցրել, ընդ որում մի շարք իրավաբանական անձանց մասով ներկայացված տվյալները էլի պատրանք ստեղծելու համար են, որովհետև չի նշվել դրանց հիմնադրման ժամանակահատվածը կամ մասնակցության չափը, որոնք որ էլի հիմնավոր կասկածի շեքի տեսանկյունից կարծում եմ էական կարող են լինել, և գույքերի մասով են 1946 թվականին ձեռք բերված գույքը վերել դնել գործի հիմքի տակ, որ կամ 1970 թվականին կամ 92 թվականին ձեռք բերված գույքը վերել դնել գործի տակ, որպեսզի պատրանք ստեղծեն, թե մենք ինչքան շատ գույք ունենք, սա նվազն ոչ իրավաչափ է, քանի որ նմանատիպ կարգավորումներ չկա, բայց սրա մենք անդրադառնանք արդեն մեր պատասխանի մեջ, այսքան։ Հարցերը, պարոն Հարությունյան, շարունակել եք։ Ես եթե ժամանակ կա, մենք կարող ենք սկսել շարունակել հարցադրումները։ Ես ներկայացնեմ ինչ մեթոդաբանությամբ ենք հարցերը դնելու, արգելի դատարան, նախորդ երկու դատական նիստ առաջ մեզ դատախազության կողմից տրվել էր ֆայլ, որտեղ որ ըստ էության այդ համեմատականներն էին, երկրորդ և երրորդ միջնորդությունների մինչև տեղի գտած։ Ես մեթոդական հարցում եմ, խնդրեմ պարոն Բուրյանը այո կամ ոչ ասի կամ հաստատի կամ բազովանում ներկայացնի, մենք ճիշտ ենք ընկալել, թե չէ։ Այդ առուսակի կառուցվածքի մասին է պարոն Բուրյանը խոսքը, ըստ էության ունենք համեմատական, ըստ էության ունենք երկու տեսակի տարբերություններ, մեկը դրանք ձեր գնահատական դատողության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների հիման վրա կատարված տարբերություններն են, օրինակ նույն փոխառությունը, որ մենք նախկինում գնահատել ենք օրինական, հիմա գտնում ենք, որ ոչ օրինական է, սա մեկ, և երկրորդը դրանց ազդեցության արդյունքում եկամուտների կամ ծախսերի վրա տեղի ունեցած տարբերություն։ Ճիշտ ենք մենք հասկանում ենք, ոչ այլ։ Հետևաբար, եթե ես կհնչեցնեմ մաս, պարոնները, և դա կլինի որպես հետևանք, այսինքն ոչ թե գնահատական դատողությունների արդյունքում փոփոխման արդյունքի հետևանքով այդ կիրը փոխել, խնդրեմ դուք ուղղակի հաստատեք կամ հերքեք, որպեսզի շատ արագ մենք այս տուրը անցնենք։ Արգելի դատարան, ես այդ ֆայլը դուք եք դրել։ Ինչպես հարցադրումները նստածնան արգելի դատարան։ Այո, նստած հարցերը տալ, բայց որ ներկայացուցիչը կարող նստած պատասխանել։ Արգելի դատարան, հիշեք, իմ կանոնիստեր առաջ ես մի մեթոդական ճշգրտում արեցի, նպատակ դաշտում դատախազության կողմից ներկայացված առուսակի նպատակ դաշտում գործող հասկացությունների մենք որոշակի ուսում տվեցինք, եկամուտային հոդվածները, ծախսային հոդվածներ, ես հիմա ըստ եկամուտային հոդվածների արագ բացել և յուրաքանչյուր եկամուտային հոդվածի մեջ, եթե կա երկրորդ ու երրորդ միջնորդության միջև առկա տարբերություն, դրա վերաբերյալ հարց կա։ Հետևաբար առաջինը այլ եկամուտներին է վերաբերում, պարոնները։ Հիմա ձեր ներկայացած առուսակի 962 տոկում վերահաշվարկի արդյունքում ձեր մոտ
Ինչպես 962 տողում վերահաշվարկների սյունակում դա Z-ից AA, AB, S-ին է, ոնց որ պարոն Ապինը նախորդ նիստին բարձրաբանեց 4,62,218 դրամի մենք վերահաշվարկի արդյունք ունենք, որ խնդրենք բարձրաբանեք սա 962 տող այլ եկամուտներ սյունակ որը ավելի հեշտ լինի նպատակ դաշտում ֆիլտրով բերենք այլ եկամուտը, դրենք այլ եկամուտը ավելի հեշտ կլինի, տենց որպեսզի առանց ստացվի, թե չէ 962 տողը կարող է դժվար գտնի։ Ես հարուսատում ֆիլտրով ընտրենք այլ եկամուտ։ Ինան 61 տողն այլ եկամուտ է, այստեղ տանուց չկա։ 962 ամփոփ այ շիչը մոռացած է ամփոփով նպատակ դաշտումից դրել եմ այլ եկամուտ, պարոնները 2022 թվական 4,62,000 Պարզաբանման համար ասեմ, որ նախորդ դիրքորոշման մեջ, երկրորդ դիրքորոշման մեջ դա եղել է օրինական, երրորդ միջնորդության մեջ դա եղել է օրինական, մնացել է օրինական, բայց վերահաշվարկ այդ սյունակներում մենք 4,62,000, որը որ բանաձևով կապված է N962 և E963 տողերի հետ։ Այլ եկամուտ տողում 961 4,62,000 Հականեր 961 ես մի տող ավելացրել էի 4,62,000 այո և այս տարբերակում և նախորդ տարբերակում միջնորդությունների նույնն է եղել։ Խնդիրը երևի տեխնիկականը ստումը ներքև այ չէ մի հատ Չէ, տողը ես ավելացի կրել, ես մի տող ավելացրել եմ հիմա վերահաշվարկ, այսինքն վերջին 4 սյունակներում Տարբերություն չկա պարոն Սախրապետյան, նախորդի ու ես հայցի այդ եկամուտի մասով Լավ Ուղղակի այստեղ նշվել է 4,62,000 գումարի տարբերություն է նշվել, երևի մի հատ ներքև է չէ, դրա համար տեխնիկական խնդիր առաջացել, կան տարբերությունը ցույց տալու։ Լավ, գնում ենք նպատակ դաշտ, անշարժ գույք Սրանք ազդեցության պայմանավորված փոփոխություններ են, պարոնում են, թե գնահատողական դատողություն Իններորդ տողում Պրոմեթեյս հեռուստաընկերության հարևանության գույքի մասով դիրքորոշման նշվել էր Կներեք անշարժ գույք, ոչ թե անշարժ գույքի ձեռքբերում անշարժ գույք $745 տողը պայմանավորված չի եկամուտի հարաբերական փոփոխության։ Այսինքն էսի դիրքորոշման հարցը քաղաք Երևան Նիկոյան 2/3 բնակարան 65։ Խոսքը սրան է վերաբերում, նշված է որպես ծախս Երկրորդ դիրքորոշման մեջ սա դիտվել է օրինական, հիմա դա ավել է ապօրինի։
Չէ, սա փոխանցումն է, ուղղակի եկամուտած հարաբերակցության արդյունքում փոխվել, նախկինում գրիվ օրինական ա եղել, դառել Քան որ բավարար միջոցներ չեն ունեցել հետագայում։ այո, բավարար միջոցներ։ Այսինքն ազդեցության նշում եք, որ դա ձեր դրամական միջոցները չի, բայց իրավասարական ազդեցության արդյունք եւ գնահատում։ Չէ, եթե հարցը դա, որ ազդեցության արդյունք։ Շնորհակալություն, արդեն ծառայողները կգնանք առաջ։ Մնացած բոլորը ճիշտ են հասկանում։ Մնացած իհարկե մնացածն է դա ըստեյության արդյունքը։ Անշարժ գույքի օտարում նպատակը Էլի նայեք ասեք ազդեցությունը թե գնահատում։ Տարբերությունը միայն ինչպես նշեցեք Պրոմեթեյս հեռուստատեսության հարմարություն հողամասի օտարման գործակալների օրինական գույքեր, դիրքորոշման հուշվել էր, որ 21,600 ամն դոլարով է օտարվել, այդ թիվն է ընդունվել, 9,720,000 եկամուտ է աշխարհ։ Ընդհանրապես չափն է փոխվել։ Այո։ Ու վերջ մնացածը ազդեցություն է։ Մնացածը այո, ըստեյության ազդեցությունները։ Շատ բարի, անշարժ Մի միջանկյալ հարցներողություն։ Եվ անշարժ գույք, եւ անշարժ գույքի օտարում կրիտերիաները ընտրելու դեպքում 1185-ից 89-րդ տողերը երևում են։ Այսինքն դրանք ենթարկվում են այդ կրիտերիաներին, կպարզաբանեք, չնայած կադաստրային կարծես թե կամ արխիվային ծածկագիր է նշված նպատակ դաշտում, բայց ինքը երկու կրիտերիաներ ընտրելու դեպքում միևնույնն է ցույց է տալիս տողերը 1185-ից 89 կպարզաբանեք։ Ասրան պահանջում է դերավաց, դրանով որ դիտարկումը բերում է։ Պահանջումը շնորհակալ տողերն են։ Հա, այսինքն սրանք նկատում եք հաշվարկից վերջնական պահանջի տողերն են։ հասկացած ես լավ։ Որ մասում է նշված, որ ամուսակում բանի, Անկոպում 1185-ից 1189 է։ Այն 4 տողով ինչպես է։ 5 Կարող եմ ասել։ Անշարժ գույքի օտարում երկու։ $930 տողում նշել եք ինչ-որ տղաներ 30 ազդեցությունա թե 930 այո։ Ստանում ու դատար պարների ես կարող։ Արներն անկոպի նպատակ դաշտում անշարժ գույքի օտարում ներդրում ուղղվածի մեջ 2022 թվականի գործընթացներում Թումանյան 21 տրոպ տարածքի դիմաց ջան նավ այս ZAAABS-ի տողերում նշումներ կա։ 931 տողը, 30 դատար կա։ Լավ, գույքով նայեք էլի Թումանյան 21 տրոպ Երաշվարկի մեջ մինուս 33 միլիոն, մինուս 31 միլիոն։
չեն այո։ Այո։ Վարկի մարմիններն այդ տարբերությունները հաշվառնելով որ եկամուտները փոխվել են օրինական ապրանքի հարաբերակցությունը, օրինական ապրանքին տարբեր է տալի եւ 40,79,000 դրամ հաշվի համադրումը եղել, բայց դա կանխիկ միջոցներից չի նվազեցնում հաշվառելով ձեր դիրքորոշումը։ Թումանյան այդ հասցրեմ կտվով աշարժումների գործակցությունները 930 տողի վերջին գործունակներում, որոնք որ վերահաշվարկի իրակետերն են դրանք օրինակ է տարածքի ձեռքբերման, գումարի, ապուրի, չափի փոփոխության հետևանքով ներդրումն է որոշակի առումով փոփոխվել, այսինքն ազդեցությունն է թե գնահատումը։ Չէ, գնահատական մասով բան չի։ Շնորհակալություն պետք չի մեզ այլ բարձրաբանումներ, ինձ պետք է Արգելի դատական աշխատավարձ պետք, սոց, աշխատավարձ վիճ, սրանց մասով չկա, ապար, սրանց մասով որևէ փոփոխություններ չկա, հետևաբար այս մասով ես հարցեր չունեմ։ Ավանդի մարում այստեղ ասեք։ Ամենից 937 տողերում ամենաբանը օրինական ապօրինի հարաբերակցության փոփոխություններ են։ Իսկ վերջին տողը սա հնարավոր ես նստը պատասխանել, որտեղ դրանց շնորհիվ ավանդի չափ ապօրին։ 590-րդ տողը 590-րդը ավանդի մարման տողն է։ Հարյոթը անհարաս ավանդի ներգրավում։ Չէ, հաշվարկի ազդեցությունն է։ Մյուսը բաժնեմասի օտար։ Այսինքն ավանդի տոկոսը թողեցինք, որտեղ պարզա արտարժույթի էֆեկտը, պարզա բաժնեմասի ձեռքբերում, բաժնեմասի ձեռքբերում։ Չէ, այստեղ էլ է հաշվարկվածում, այստեղ մենակ բան արվում
աղմուի մասով, որ կրկնակի հաշվարկիչների 70 միլիոնը հանվել էր հաշվարկի։ Կրկնակի հաշվարկիչ ծախսի առումով։ Բաժանմասն, այո, բաժանմասն։ Խոսքը որ ժամանակի ներդրումը դու ծախսարկել եք դրա մասին, Այո։ այդ ոնց որտեղ արտացոլվում է, ես չեմ դնում։ Որտեղ հենց բաժնեմասի կինը պետք է ինքը նավարվեցնում։ Այն տողում, պարոն Սոկրատյան, չափը գրված է, բայց տողերում օրինական աղմուի եկամուտ աղմուի ձեռքբերում հաշվարկված չի։ Իսկ ինքը հաշվարկում չի մաշում։ Ամերը կարել է աղմուի կարգացից մետ հարցկաների գրվել է հող իմ կողմից, օրինականատի աղմուիը դա համամասնության կերև է։ Ներդրվել է ընկերության կապիտալ, այսինքն ծախս հողի ձեռքբերում, ներդրումը որևէ ծախս չի ենթադրում եւ հետո բաժնեմասի օգտարել եմ երկրորդ, այսինքն ծախսել եմ X գումար, ներդրել եմ, հետո վաճառել եմ, ստացել եմ եկամուտ։ Մենք ինչպես պարզ տրամաբանությունով չենք կատարում այս գործարքի հաշվառումը։ Հաշվարկի տեսանկյունից ավելի հեշտարել որ բանալի։ Որոնք գործարքները, որոնք որ գույք են ձեռքբերվել, ներդրվել են, բաժնեմասադարել, վաճառվել, ակամ չգիտեմ, փոփոխվել են բաժնեմասերը, դրանք այդ անվանությամբ են գնացել։ Ես ալուն ագրոնի ես չեմ հասկանում, ինչ եք փոխում այդ ընդհանուր ձևակերպված սկզբունքը մյուս բոլոր գործարքների առումով։ Ինչ առումով փոխում։ Լավ եկեք սա էլ նշենք, հետո այդ հարցը վերջում կտանենք։ Այ որ ասում ենք ներդրումը ծախս են դիտարկել, հետո օտարումը եկամուտ չեն դիտարկել։ Լավ, անցնենք բաժնեմասից, ես ճիշտ հասկացա, չէ, բաժնեմասի ձեռքբերումը բոլորը ազատության հետևանքներ են, բացառությամբ ալմոնդակրոն, որ պետք է հետո առանձին նայենք։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, այստեղ այդ 70 միլիոնը բաժանություն չի մասնակցել։ Բաժնեմասի օտարում տողը, մասնավորապես այստեղ շնորհակալական խոսք պետք է ասենք 18 միլիոն 250-ը դառնում է 20 միլիոն 50, ճիշտ եմ հասկանում։ Չէ, այս եմ ուզում հասկանալ, ուզում էի ասել շնորհակալականը, բայց ինչն է փոխվել, 18 միլիոն 250,000 դրամով վաճառվել է բաժնեմասը, վերահաշվարկի սյունագներում 20 միլիոն 50,000 եք նշել։ Նույն հացավարկելի տեխնիկական բանն է։ Ես ինքը միտող ներքև անաշում, ես այդ թիրը ստացվում է։ Չէ, ինչն է միտող։ Տեսեք, այդ վերջի տողը այն 946 տողի մասին չէ խոսում։ 946 տողի մասին է։ Այդ գումար տողը համեմատական 20 միլիոն երևի տեխնիկական խնդիր առաջացել, որովհետև երկու հաշվարկով են նույնը 20 միլիոն 250,000 օրինական 18 միլիոն 250,000 երկու հաշվարկով են օրինական Նկատում եք O947-ից բանաձևի մեջ, եթե մենք դնում ենք օրինական գումարի բանաձևի մեջ, դրված հավասար է պլյուս O947 հանած W948, դա 948-ը պետք է լինի 947։ Այո։ Ձեր տված ֆայլն է, ձեր տված ֆայլով ենք նայել, հիմա ասում եմ ամբողջ բանն է վերաբերում սա բանները։ Ինչի ֆայլի։ Այո, թե մենակ մի քանի գործարքների, որովհետև ես սենց եմ հասկանում։ Չէ, սենց դեր ինքը քաշել եմ պարոնակնյանի ենթադրում, տողերը փախել եմ։ Եթե ամբողջին է վերաբերում, ճշգրտենք, հետո քննարկենք։ Հիմա ինչ պետք է լինի ստեղ 20 միլիոն 50,000 տեղ։ Զրո։ Ստորության և գումարի օրինական գումարը տարբերությունը 0 պիտի։
Այսինքն այս գործարքի իրավաչափությանը չեն կարգել։ Չէ, նատականը չի կողտել։ Ձեր ներկայացած բարձրաբանումը ընդունեցիք։ Եկամտահարկի հետ վերադարձը չի մասնակցում ու որևէ փոփոխություն չկա, կանխիկացում, ժառանգություն, կենսաթոշակ, կրթաթոշակ, այս համաձայն կառավարման պայմանագրի։ Որևէ փոփոխություն չկա ձեր կողմից։ Հաջորդը հարգելի դատան հաշվի համալրում պարոն Ձերի ոնց որ այդ պատմությունից 925 տողի մասին է խոսքը։ Վերջին 4 տողերում Z-ից հետո։ Չէ, դիրքորոշման մասով չի, հաշվարկի մասով, աղակի նայ։ Փոփոխություն չկա, կամ հաշվարկի մասով է, մի քանի տող կա, որը մի հատ ներքև է, առնությունը դրանից։ Այս հարցից կարող տողերով տալ։ Ինչպես։ Հարցերը սանտեն ստեղ տողերով հարցերում, էլի 440 տող, պարոն 440։ Այո։ Հաշվի համալրումների հետ Այո, հաշվի համալրում հոդվածի մասին է խոսքը 440 տողում, A-B տողում նշում կա որպես ապօրինի եկամուտ 2.169.000 դրա տակի տողում կա նշում 1.300.000 դրամ։ Կանխիկ միջոցներից են նվազեցվել, ու քանի որ կանխիկ միջոցները բավարար չի եղել, ապօրինի եկամուտ է աշխատում։ Այդ հաշվում։ Այսինքն հաշվի համալրման ժամանակ, պարոն Սաքապետյան, կանխիկից անկանխիկ համամասնության գնում է, բայց եթե եւ կանխիկ եւ օրինական ապօրինի դրամական միջոցներ չկար, արդեն ապօրինի եկամուտ է գեներացվում։ Հասկացել 454 տողում եթե ուշադրություն դարձնեք, իմ հաշվի համալրում իրականացնող է Երևան Գրիգորյանցն է, ոչ թե ես։ Համալրումը դիտարկվել է ձեր միջոցներից է, կանխիկ միջոցներից։ Իսկ ոնց է դիտարկվել։ Մասով դուք դիրքորոշում եք ներկայացրել։ Պարոն Սաքապետյան։ Լավ։
Հիմա իջնում 471 տող, 471 42,776,000 Այսինքն բոլորը ազդեցություն են, ճիշտ եմ ասում։ Ազդեցության արդյունք է, երբ Պակաս չեք տեսնում, այդ տողն ավելանում է շրջապի կանխիկ միջոցները ապավելու տողը։ Դուք սենց էլի նայեք ընդհանրապես ընդհանրական ասենք, եթե բոլորը ազդեցությունն է, մենք էլ հարցեր չտանք ձեզ։ Շնորհակալություն։ Արժի համալերում այլ անձի կողմից։ Բանները ինձ բանը պետք չի, բացատրությունները չեմ ուզում, ժամանակ չկորցնենք։ Դուք ասեք, եթե ազդեցությունը նայեք այդ աղյուսակը։ Հիմա նայում ենք հաշվի համալերում այլ անձի կողմից։ Այստեղ ոնց որ ազդեցություն չի։ Մենակ այստեղ երկու տող կա, որ աշխարհում այն անձից է, հետո կանխիկ միջոցներից նվազեցվում է։ Ձեր կանխիկ միջոցներից նվազեցվում։ Որոնք են։ 433 ու 655 տողերը, 1,530,000 տողերում կանխիկ միջոցներից նվազեցվում է։ Շատ բարի։ Երկու հարցեր, Մարգար Աշճանի մասով մենք նախորդ դատականից որ քննարկեցինք, սա այդ գումարն է, ճիշտ եմ հասկանում։ Այսինքն պատճառաբանությունները լսում ենք։ Եվ մի հատ էլ հարց, եւ այս տողերում, այս հոդվածներում եւ ընդհանրապես այս հաշվարկի մեջ չկա, չէ, 4-րդ դիրքորոշմամբ բնորոշ ասցիք ներկայացած փաստերի գնահատականների ազդեցությունը ստեղ ընդհանրապես չկա, անգամ մի դրամի մասով։ Այսինքն դա ըստ էության չի մասնակցել, անգամ եթե ընդունել եք, չի մասնակցել, չեք ընդունել, չի մասնակցել։ Ճիշտ եմ հասկանում։ Մի ինչքան շուտ, հա, երկու կետ էր որ ընդունել է, բայց քան որ էական ազդեցություն չուներ, վերահաշվարկը դրա համար չի։ Այսինքն ստեղ դա այո, հասկացա։ Հաշվի համալերում ԿԿ։ Ստեղ չունենք որևէ փոփոխություն, անցնենք առաջ։ Հոնորարում չունենք, մուրակի ստացում վճարում չունենք, ներքին գործառույթները դրանք ազդեցություն չունեն, ներքին դերաշարժ չունի, ներքին դերաշարժ փոխառություն։ Այստեղ որտողը 631, 632, ներքին դերաշարժ փոխառություն, սենց տողում մի հատ։ Այդ երկրորդ դիրքորոշման մեջ օրինական գումարը դիտվել է 1,840,000, հիմա դառնա 1,771,000։ Չափը էական չի, կանոնն է։ Հետաքրքիր։ Երկրորդից վերաշրջություն։
Նպաստ նվազագույն սրանք չեն դիտարկվում, կան շահավաշներ։ Այլ ոստեր խնդրեմ կասիք 913 և 1051 դոլար միջակայքում։ 913 1051 շահավաշներ, շահավաշներ։ Ուսումնասիրության ընդունվելն է, այսինքն շահաբաժինը հաշվարկում ներառվելը, Ինչ թվերը նույնն է։ Չէ, որ խնդրեմ մի հատ կնայեք, վերահաշվարկ, այսինքն Z-EB սիտուացիոնակներում կա վերջին էլի, կա օրինական գումարը թվերը նույնը չի, երկրորդ դիրքորոշմամբ ընդունվել է, որ 77 միլիոն դրամի շահաբաժին ստացվել է 120 միլիոն։ 77 և 120 միլիոն շահաբաժին ընդհանուր, որոնցից օրինական են դիտվել 60-94-ը, ապօրինի 16-26-ը համապատասխանաբար։ Հիմա ձեր մոտ երրորդում 93 ապօրինի օրինականը 43 կապվել էր այդ շահաբաժինների տրամադրումը տրամադրված փոխհարուցումների օրինական ապօրինի մասի հետ, այն որ հաշվարկը փոփոխվել է ու դրա հարաբերակցությունը basic-ին տրված փոխհարուցումների փոփոխվել է, այդ պատճառով այդ թվերը փոփոխվել են։ որ խնդրեմ սկիզբում մի հատ ասեք, ինչ կապվում է շահաբաժինի տված փոխհարուցության հետ։ Կատարված ներդրումներ են ու դրա այդ պատճառով է ստացված շահաբաժինները դրա հետ են կապվել։ Պարոն Մերիլան, ես կարող եմ ընկերությունում 10 դրամ փոխհարուցումներ չտամ։ Ընկերությունը բացեմ, գնամ վարկ վերցնեմ, շենք սարքեմ, վաճառեմ, շահույթ ստանամ։ Փոխհարական հարաբերությունները մենք ինչ են կապում շահաբաժինի հետ։ Այն էլ իմ տված փոխհարուցումն է։ Իրականում բանսապատում է։ Հա, եթե բանը կարող եք նշի կատարել հաջորդ նիստին բազաբանել, պարոն Մերիլան, որտեղ Հաջորդ նիստով եք ասում, թե հիմա եք։ Լավ, քանի ժամանակը տանելու Հաջորդ Իսկ այսինքն վերաբերվում է նրան, որ basic-ի շահաբաժինների թիվը կա, օրինականների երկրորդ դիրքորոշումների Հիմա դա ազդեցություն կարող լինի փոխհարուցումից, հա, ենթադրյալ փոխհարուցության տնից։ Ես նա ստուգեմ։ Հիմա եւ խնդրեմ ձեր երրորդ միջնորդության մեջ ըստ էության Universal Business Solutions-ից ստացած Մանարին Համակրչյանի շահաբաժինները շեշտացվել են։ Ինչու՞։ Այսի դիրքորոշման փոփոխությունն է, պարոն Սակապետյան, նախ դիրքորոշմամբ ներկայացրել եք դրամարկային երկի օրդեր ու պաշտպան մասին որոշում։ Ներկայացում նաև ընկերության պետք է ներկայացնել պաշտպանական աշխատանք մասնակցները շարժ բաժանաբար, որ պարզվի ընկերությունը կարող է շահաբաժին այդ ժամանակ տրամադրել, թե ոչ։ Այդ պատճառով դիրքորոշումը փոփոխվել է։ Իսկ դա որտեղ է դրացել։ Այսինքն որտեղ է դրած։ Որ օրենքով եք առաջնորդվում, որ տենց փոփոխություն եք անում։ Այ օրինակ ես կարծում եմ մի հատ օրենք լիներ, որտեղ որ գրված լիներ, որ եթե ներկայացումը շահաբաժնի ստացման վերաբերյալ որպես եկամուտ շահաբաժինը, որպես եկամուտ ներկայացումը պատասխանատու կողմից, ապա վերջինս պետք է հավաստի նաև այդ շահաբաժնի ստացման համար ինքը հանդիսացող ֆինանսական հաշվետվությունները, հետո կարող են ֆինանսական հաշվետվությունների մեջ մեկնել եկամուտների տողի հավաստիությունը նայենք, հետո կարող են ծախսերի տողի հավաստիությունը նայենք, հետո կարող ասենք եկեք մենք հարկային ստուգ նշանակենք, որովհետև կարող է հարկերը ճիշտ չի վճարվել, հետո սկսենք քննարկել օրինակ վճարված եկամուտները արդյոք փողերի լվացման լույսի ներքո կարող է դիտարկվել է թե չէ։ Պարոն Մերիլան, կներեք էլի ամեն գնով ամեն ինչ արել եք, որպեսզի
մի տեղից sense մի բաներ մի հատ տեղից մի բան կամ ճտեն դնենք մի կողմի վրա։ Խնդրում եմ տվեք Այսինքն այդ ապօրինի է ճանաչվել, բարձր է։ Չէ, աշխատում չի մասը։ Այսինքն պետությանը տված շահաբաժինները վերաբերել եկամուտները դիտում եք ապօրինի։ Չէ, դե մի բան անսակրտան է ճիշտ հասկացա, չէ։ Դիտարկի չի հաշվարկի չի մի բան մասնակցել, այսինքն Ամերիկան կլիմատ բացս հստակ։ Թիվը հանել եք։ Այդ արտանետվածքը, որը որտեղ շահաբաժինի բաշխվել է, ձեր կողմից չի դիտարկվել։ Ոչ ապօրինի, ոչ օրինական, ուղղակի անտեսվել։ Շնորհակալություն։ Ձեր կողմից ունիվերսալ բիզնես սոլյուշն ընկերության բանկային գաղտնի կազմող տեղեկությունները ուսումնասիրվել են։ Այո։ Շնորհակալություն։ Ձեր կողմից այդ ընկերության հարկային մարմին տված հաշվետվությունները ուսումնասիրվել են։ Հարկային մարմնի ներկայացած հաշվետվությունները այո։ Շնորհակալություն։ Այդ երկու հանգամանքների, կոմպոնենտների ուսումնասիրության արդյունքում այդ որ փաստական տվյալն է ձեր մոտ հասկացել է առաջացել, տված հաշվետվությունների իրավաչափ չեն եղել։ Ունեք պետական մարմնի ներկայացվել են բազում հաշվետվություններ, որոնք հասարակականներից սկսած։ Որ հաշվետվությունն է, որ ձեր մոտ վիճելի է եղել, խնդրալից եղել, ինչ գործ է, ինչից է, այդպես կարելի է նստել, արտանալ, ասել, չէ, էսի իրավաչափ չի, պետական մարմին տված հաշվետվությունն է, որ ձեր կատարած ուսումնասիրությունից այդպես բավականին ժամանակագրական առումով տարբերվող ժամանակահատվածում։ Դրա այդ հաշվետվությունների որ մասնավորել, թե դրանց մասով խնդիր չեք տեսել։ Պարոն Ասատրյան, ես ասացի ինչի համար արժանավար չի դիտարկվել ներկայացած Ասացիք, չենք հաշվառել, ինձ ուզում եմ հասկանալ։ Ու չի հաշվարկել, ես նշեցի ինչ կարող է ներկայացվել, որ գնահատի Չենք ներկայացնում, ձեզ ոչինչ չենք ներկայացնում, բերի չեք ընդունել ինչ ուզել բաներն արել եք, հիմի մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք ինչի է փոփոխվել ունիվերսալ բիզնես սոլյուշն ընկերության, այսինքն ինչ կոմպոնենտն է հիմք հանդիսացել, որ հաշվարկին չի մասնակցել, հաշվարկին չի ապօրինի դիտարկի, այդ որ լիազորությամբ, որ չեք, առհասարակ չեք գնահատել, Չեմ գտնում, որ այդքան շահաբաժին չի փոխանցվել, այսինքն ինչ ապօրինի։ Պարոն Մերյան, ասացիք բանկային գաղտնի կազմող տեղեկությունները ուսումնասիրել եք, դիտարկել եք, որ այդ ընկերությունը այդքան շրջանառություն չի ունեցել։ Այս հարցում Կներեք էլի բանսակապետան ամփոփել, ես ընկերության ֆինանսական շարժներ եմ լավ պատկերացնում այդ ընկերությունում աշխատել եմ, աշխատում եմ ինչ օրս, աշխատանքային իրավարարության մեջ եմ լավ պատկերացնում եմ, բավականին կայացած փաստաբանական գրասենյակա ինքը իրանով իր ֆինանսական մուտքերով, ելքերով։ Ինչն է ձեր համար, ֆինանսական շարժերը որ տարվա ձեր անհատությունների չի եղել, ինչն է քչությունը արել Անորոշ թե նաև հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, Որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը դրամարկղի գիրքը տվել ամբողջությամբ ձեզ է։ Դրամարկղի գիրքը ունեք, հաշիվների շարժը ունեք, հարկայինի ներկայացած հաշվետվությունները։ դրամարկղային երկի օրները ու Չէ, դրամարկղի գրքից քաղվածքներն եք տվել։ Շահաբաժնի վճարմանը վերաբերող, ինչպես։ Հաշվի մասին որոշումն է, դրամարկղային երկի օրներն է որոշում։ Դրամարկղի գրքի այդ տողին վերաբերող տեղաձև հաշվարկի այդ տողին վերաբերող պատճենները տվել ենք ուրիշ ինչ պետք է կանք, ես կարող ենք ասել ինչ պետք է կանք, գնանք ճարենք վերենք ցույց տանք, բայց ասեք ինչ պետք է ցույց տանք։ Ասեցի բացակայել, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը որպես իրավասու մարմնի Ասում եմ հաշվապահական հաշվառման փաստաթղթերն են, պարոն Լևյան, շարժը դրամական միջոցների կանխիկ եւ անկանխիկ շարժը դուրս գրված հաշվարկային հաշիվները, որը ամփոփ երևում է հարկային հաշվետվությունների մեջ եւ ներկայացած տարեկան բաները բալանսները, հաշվեկշիռները, ամեն ինչ ձեզ տրվել է, խնդրում ասեք ինչ է պետք, որ այդ գնանք վերենք, մեր համար անհասկանալի է։ Տեսեք, հարկային ստուգումը, որ իրականացվում է, ուրմել է գալիս եւ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ուզում, մենք խոսում ենք 3 տարիների շահավարժի մասին, այսինքն ըստ էության ճիշտ եմ հասկանում, որ դուք հարկային ստուգման տրամաբանությամբ առաջի օրվանից կնքված պայմանագրեր, դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր,
բանկային շարժ, այսինքն այդ ամբողջ ծավալը ուզում եք, որ գնահատեք շահավաժի նկատ է չէ։ Այսինքն հարկային ստուգում եք իրականացրու փաստացի գլոբալ առումով, այն ինչ որ դուք հիմա ասում եք ու չեք մանրամասն կոնկրետ ինչի մասն է խոսքը։ Ես այդպես եմ հասկանում, որ դուք ուզում եք այս ստուգման տրամաբանության մեջ ինչ որ ներկայացնում եք, հարկային ստուգումը գալիս է, որպեսզի հարկ հաշվի, ինձնից ուզում է այն ասում հաշվապահական աշխարհման բացատրները ներկայացրեք եւ ես իր տարվա ամբողջ բացատրները ներկայացնում եմ, որպեսզի ինքը համեմատի աշխարհապահության ներկայացված աշխարհային հաշվետվությունները փաստացի աշխարհապահական բացատրների հետ եւ տեսնի, որ ճիշտ է արել, սխալ է արել եւ այլն։ Այդ եք ուզում, ճիշտ է հասկանում ես։ Այսինքն այդ ամբողջ պատերն եք ուզում։ Իսկ դրանք էլի ամուս ընկերությունների դեպքում ինչ չէ։ Ինչով է սա առանձնահատուկ։ Բազմաթիվ ընկերություններում ես եւ 36 ենք մասնակցում, ինչպես փոխանցումներ չկան ես մասնակցին կանխիկով այդ երկու փաստաթղթերն են ներկայացրել, բայց ընկերություններ կան, որ տեսնում են բանկով նշված է տարածում շահավաժին 5 ենք ընդունել։ Ու շահավաժին հաշվարկվել է։ այսինքն ձերում կասկած առաջացրել է, որ շահավաժինը կանխիկով է ստացվել։ Այնտեղ եթե կանխիկով փոխանցումներ են ինչ-որ շահով կարող անհավատություն։ Պարոն, ես արգելված էր։ Արգելված չէր։ Բա ինչու՞ է, ինչի՞ց է կասկած։ Չէ, չեմ ասում արգելված է։ Հիմա օրինակ, եթե անկանխիկ արգելված չի, բայց անկանխիկով է, դեռ կարող կասկած առաջանալ։ Մենք ուզում ենք հասկանալ, ինչ որ գործողություն ենք ոչ իրավաչափ արել կամ իրավաչափությանը վերաբերող որ տվյալն ենք քիչ ներկայացրել, պակաս ներկայացրել, որը չի բավարարված։ Հիմա այս առնեմ էլի հաջորդ հարցը, բա նախորդ դատախազը ո՞նց է ընդունել։ Այդ հարցն արդեն անդրադարձել է, Չէ, չեմ անդրադարձել։ Ամեն դեպքով ենք անել, նախորդ դեպքերով ենք անդրադարձել։ Էլի մտ միջև այդ հարցը մտածեք, խնդրում եմ հստակ ասացիք, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հետազոտել են։ Խնդրում եմ այդ բարձրաբանել ունիվերսալ բիզնես սոլյուշն ընկերության համապատասխան շահավաժինը բաշխելու տարվա նախորդող շրջանառությունները որքան է կազմում։ Ես կան չեմ կարող ասել բնականաբար։ Ձերով տեղեկությունները չկան։ Բացեք նայեք հրապարակ։ Շատ լավ, այդ հանգամանքում ֆիքսեք, մեկ է այդ ընկերության շարժերը, հա, բարձր։ Բայց ես ինչպես նշեցի, այդ շրջանառության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չի, ես ասացի հաշվապահական փաստաթղթերը պարոն ասատի։ Անկեց, չգիտեմ, տպավորությունը ինչ հարմար չէ։ Իմ համար տարօրինակ է, ինչի այդ միջոցները, եթե դիրքորոշում ունեք, ապօրինի չեք դիտարկել։ Ձեր որ լիազորությունն է, լավ, կիրառել է, որ շահավաժնի վերաբերյալ տեղեկությունները անտեսվել է։ Այդ տոն է պարզաբանեց, որ դատախազությունը ինչ իրավական նորմա կիրառ է, որ ասել է ախպեր, դες շահավաժինը ոչ թե ապօրինի եմ դիտարկում, այլ առհասարակ չեմ դիտարկում, այլ ձեր որ լիազորությունն է։ Շահավաժնի վերաբերյալ տվյալ ի սկզբանե ձեր դիրքորոշման պետք ներկայացրել, այսինքն հայցքորոշումը հանրահայտ տվյալ է, եկամուտներից վերցրել է տեղեկությունները, հաշվետվությունները ներկայացված է, ֆինանսական շարժերը անել են, նորմալ տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունը հիմի Ես հասկանում եմ ձեզ, բայց հայցքորը պնդեցիր պատասխանող, որ համարել է թեկուզ ձեր դիրքորոշման և ապացուցողի ուսումնասիրության արդյունքում հանգել է, որ նման գումար չի վճարվում։ Փաստը հայցքորը չի ընդգծել ուսումնասիրության։ Նրանց ինչ պարզաբանելու բան չեմ տեսնում, հարցին պատասխան տրվեց։ Լավ, հարգելի ներկայացուցիչներ, քանի որ 2 ժամ աշխատեցինք և մեր հաջորդ դատական նիստներ օգոստոսի 12-ին է եւս ժամը 10-ից 2 ժամ կաշխատենք, ոչ աշխատանքային ժամով պայմանավորված, ընդմիջման ժամն էլ բավական դատարան օգտագործեց, գործի քննությունը հետաձգվում է, նշանակվում է եւս մեկնարկական դատական նիստ, որը արդեն իսկ համաձայնեցվել էր օգոստոսի 12-ին ժամը 10-ին։ Համարվում է պատշաճ ծանցված, նիստը հայտարարում է